Այս պահին, մինչ դուք կարդում եք այս տողերը, Անտարկտիդայի սառույցը հալվում է վայրկյանում 3 միլիարդ տոննա արագությամբ։ Ոչ օրական, ոչ ամսական, վայրկյանական։ Եվ ամեն անգամ, երբ հսկայական սառցաշերտը փլուզվում է օվկիանոս, այն բացահայտում է ինչ-որ բան, ինչը չպետք է լիներ այնտեղ։ 2012 թվականին ռուս գիտնականները հասան մինչև ջրի մակարդակ, որը չէր տեսել արևի լույսը 15 միլիոն տարի։ Նրանք գտան կենդանի օրգանիզմներ, որոնք չեն նմանվում ոչ մի հայտնի կենսաձևի Երկրի վրա։ Բայց դա միայն սկիզբն էր։ 2016 թվականին արբանյակները ֆիքսեցին կառուցվածքներ, որոնք ունեն կատարյալ պիրամիդային ձև։ Պաշտոնական բացատրությունը բնական լեռներ։ Բայց ինչպես բնությունը կարող է ստեղծել երկրաչափական կատարելություն, որը մրցում է Գիզայի հետ։ Հիմա պատկերացրեք, որ ձեզ ասում են, 500 տարի առաջ, երբ Եվրոպան դեռ չգիտեր Անտարկտիդայի գոյության մասին, ինչ-որ մեկը արդեն գծել էր դրա ափագիծը, առանց սառույցի։ Ոչ թե մոտավոր գծագրություն, ճշգրիտ քարտեզ, որը ցույց է տալիս լեռնաշղթաներ եւ ծոցեր, որոնք այսօր թաղված են 3 կիլոմետր սառույցի տակ։ 1513 թվականին թուրք ադմիրալ Պիրի Ռեյսը ստեղծեց քարտեզ, որը ցնցեց 20-րդ դարի կարտոգրաֆներին։ Նա պնդում էր, որ օգտագործել է հին աղբյուրներ։ Բայց ով կարող էր տեսնել Անտարկտիդան առանց սառույցի, երբ գիտությունը պնդում է, որ այն ծածկված է եղել միլիոններ տարի։ Եվ հենց այս պահին, 2025 թվականի ավարտին, Թուեյցի սառցաշերտը, որը մականվանում են դատավճռի օրվա սառցակ, փլուզվում է այնպիսի արագությամբ, որը գիտնականներին ստիպում է վերանայել բոլոր կանխատեսումները։ Արբանյակային տվյալները ցույց են տալիս ինչ-որ բան անսովոր։ Երկրաչափական ձևեր, որոնք հայտնվում են սառույցի տակից, կառուցվածքներ, որոնք չեն կարող լինել պատահական։ Բայց ամենաանհանգստացնող մասը չէ այն, ինչ մենք գտնում ենք։ Ամենաանհանգստացնող մասը այն է, թե ինչպես արագ այն հայտնվում է։ Երկրի Ուիլքսի տարածքում, Անտարկտիդայի արևելյան հատվածում, մագնիսակական սարքերը ֆիքսում են անոմալիա, որը տարածվում է 480 կիլոմետր տրամագծով։ Դա ավելի մեծ է, քան Չիկսուլուբի աստերոիդի հարվածը, որը ոչնչացրեց դինոզավրերին, 2 անգամ ավելի մեծ։ Օհայոյի համալսարանի գիտնական Ռալֆ ֆոն Ֆրեզեն 2006 թվականին առաջարկեց, որ դա կարող է լինել մետալական զանգված, թաղված սառույցի տակ։ Բայց որտեղից, երբ եւ ինչու այն ստեղծում է մագնիսական դաշտ, որը խանգարում է կողմնացույցներին 100 կիլոմետր շառավղով։ Հիմա պատկերացրեք, որ սեղմում եք երկրի ողջ պատմությունը 24 ժամի մեջ։ Կեսգիշեր է, մոլորակը ծնվում է, առավոտյան 9 ժամին հայտնվում է կյանքը, երեկոյան 10 ժամին դինոզավրերը, 11 ժամ 50 վայրկյանին նրանք անհետանում են, եւ մարդկությունը, ողջ մեր քաղաքակրթությունը, պիրամիդները, տաճարները, քաղաքները հայտնվում է վերջին 3 վայրկյանում։ Բայց ահա ինչն է տարօրինակ։ 12000 տարի առաջ, վերջին սառցադարաշրջանի ավարտին, Երկրի կլիման փոխվեց ոչ թե աստիճանաբար, այն փոխվեց կատաստրոֆիկ արագությամբ։ Գրենլանդիայի սառցային միջուկների վերլուծությունը ցույց է տալիս, որ ջերմաստիճանը բարձրացել է 10 աստիճանով ընդամենը մի քանի տասնամյակում։ Ամբողջ էկոհամակարգերը վերափոխվեցին մեկ սերնդի ընթացքում։ Օվկիանոսների մակարդակը բարձրացավ 120 մետրով։ Ափամերձ տարածքներ, որտեղ կարող էին գոյություն ունենալ քաղաքներ, ծածկվեցին ջրով։ Եվ ինչ որտեղ այդ կատակլիզմի ընթացքում Անտարկտիդան, որը կարող էր լինել համեմատաբար տաք, վերածվեց սառցապատ անապատի։ Չարլզ Հապգուդը, Հարվարդի պրոֆեսորը, 50-րդ թվականներին առաջարկեց տեսություն, որը ցնցեց գիտական համայնքը։ Նա պնդում էր, որ երկրի կեղևը կարող է սահել իր ներքին շերտերի վրա, ինչպես նարինջի կեղևը։ Դա կբացատրեր, թե ինչպես Անտարկտիդան կարող է տեղափոխվել հարավային բևեռ համեմատաբար կարճ ժամանակում։ Ալբերտ Այնշտայնը, ով կարդաց Հապգուդի աշխատությունը, գրեց նրան նամակ, ասելով, որ գաղափարը հրապուրիչ է, բայց մեյնսթրիմ գիտությունը մերժեց տեսությունը։ Չափազանց ռադիկալ, չափազանց անհավանական։ Բայց ինչ, եթե ապացույցները միշտ եղել են այնտեղ, սառույցի տակ, սպասելով, որ մենք դրանք գտնենք։ Ոստոկ։ Այս անունը ռուսերենից թարգմանվում է որպես արևելք, բայց այն, ինչ թաքնված է Ոստոկ կայանի տակ, ավելի տարօրինակ է, քան ցանկացած գիտական ֆանտաստիկա։ 4 կիլոմետր սառույցի տակ ընկած է լիճ, որը մեկուսացած է եղել արտաքին աշխարհից 15 միլիոն տարի։ Պատկերացրեք, երբ այս ջուրը վերջին անգամ շփվել է մթնոլորտի հետ, երկրի վրա դեռ չկային մարդակեպ կապիկներ։ Մեգալոդոնները դեռ որսում էին օվկիանոսներում, եւ այս ամբողջ ժամանակ, խավարում ճնշման տակ, զրոյից ներքև ջերմաստիճանում, ինչ որ բան շարունակում էր ապրել։
2012 թվականի փետրվարի 5-ին ռուս գիտնականները վերջապես ճեղքեցին վերջին մետրերը սառույցի։ 30 տարվա աշխատանք։ 3650 մետր խորություն։ Երբ նրանք վերցրեցին ջրի նմուշները, լաբորատորիաները հայտնաբերեցին բակտերիաներ, որոնք չեն համապատասխանում ոչ մի հայտնի տեսակի։ Դրանց ԴՆԹ-ն տարբերվում էր ամեն ինչից, ինչ մենք ճանաչում ենք։ Դրանք էվոլյուցիայի առանձին ճյուղ էին, որը զարգացել էր լիակատար մեկուսացման մեջ։ Բայց Ոստոկը միայն մեկն է։ Ռադարային քարտեզագրումը հայտնաբերել է 486 ենթասառցային լճեր Անտարկտիդայի տակ։ Ամենամեծը՝ Ոստոկը, տարածվում է 14000 քառակուսի կիլոմետրով։ Դա Օնտարիո լճի չափն է։ Եվ մենք չգիտենք, թե ինչ է ապրում այնտեղ։ Ամեն մի լիճ կարող է լինել առանձին էկոհամակարգ, որը պահպանել է կյանքի ձևեր, որոնք անհետացել են մակերեսից միլիոններ տարի առաջ։ Սանկտ Պետերբուրգի Արկտիկայի և Անտարկտիկայի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վալերի Լուկինը 2012 թվականին հայտարարեց, որ նրանք կանգ են առել հետագա խորացումներից։ Չափազանց վտանգավոր է աղտոտել լիճը, բայց նաև չափազանց վտանգավոր է բացել ինչ-որ բան, ինչը մեկուսացված է եղել այդքան երկար։ Ինչ, եթե այնտեղ կան միկրոօրգանիզմներ, որոնց նկատմամբ մեր իմունային համակարգը չունի պաշտպանություն։ Ինչ, եթե մենք բացում ենք կենսաբանական Պանդորայի տուփը։ Բայց բնությունը չի սպասում մեր որոշումներին։ Սառույցը հալվում է, եւ այն, ինչ թաքնված էր, շուտով կլինի բաց։ 2016 թվականի հունվարին համացանցը պայթեց։ Google երթի արբանյակային պատկերները ցույց էին տալիս ինչ-որ բան անհավանական Անտարկտիդայի Էլսվորթ լեռների տարածքում։ 3 կառուցվածք, որոնք ունեին կատարյալ պիրամիդային ձև։ Մեկը ուղիղ եռանկյունաձև, երկու կողմերով հարթ, գագաթը ճշգրիտ։ Չափերը համեմատելի Եգիպտոսի պիրամիդների հետ։ Սոցիալական ցանցերում սկսեցին խոսել հնագույն քաղաքակրթության մասին, ալիենների բազաների մասին, կորած Ատլանտիդայի մասին։ Պաշտոնական գիտությունը արձագանքեց արագ։ Գլացիոլոգները բացատրեցին, դրանք պիրամիդային գագաթներ են, բնական երևույթ, երբ լեռները քայքայվում են սառցադարների ճնշման տակ։ Քամին և սառույցը կարող են ստեղծել երկրաչափական ձևեր։ Բնությունը սիրում է սիմետրիան, բայց ինչու հենց այնտեղ։ Ինչու 3 կառուցվածք, որոնք դասավորված են գրեթե ուղիղ գծով։ Եվ ինչու դրանց անկյունները այդքան կատարյալ են։ Մյունխենի տեխնիկական համալսարանի գլացիոլոգ Քրիստոֆ Մայերը ուսումնասիրեց պատկերները եւ ասաց, որ թեև դրանք հավանաբար բնական են, երկրաչափությունը անսովոր է։ Նա ավելացրեց, որ անհրաժեշտ է դաշտային հետազոտություն վերջնական եզրակացություն անելու համար։ Բայց ով կարող է հասնել այնտեղ։ Էլսվորթ լեռները գտնվում են Անտարկտիդայի ամենամեկուսացված տարածքներից մեկում։ Ջերմաստիճանը իջնում է -50 աստիճանից ներքև։ Քամիները հասնում են 200 կմ/ժ։ Եվ ամենամոտ հետազոտական կայանը գտնվում է 500 կմ հեռավորության վրա։ Պատկերացրեք, որ դրանք իսկապես կառուցվածքներ են։ Պատկերացրեք, որ 12000 տարի առաջ, երբ Անտարկտիդան դեռ չէր ծածկված սառույցով, ինչ-որ մեկը կառուցեց դրանք։ Ով։ Ինչու։ Եվ ինչ տեխնոլոգիա օգտագործեցին, որ տեղափոխեն քարե բլոկներ, որոնք կշռում են տասնյակ տոննա։ Piri Reis-ի քարտեզը վերադառնում է մեր մտքերը։ 1513 թվականին թուրք ադմիրալը ստեղծեց քարտեզ, որը ցույց էր տալիս Հարավային Ամերիկայի արևելյան ափը, Աֆրիկայի արևմտյան ափը եւ ամենակարևորը Անտարկտիդայի հյուսիսային ափագիծը, առանց սառույցի։ Քարտեզը հայտնաբերվեց 1522 թվականին Կոստանդնուպոլսի Թոփքափու պալատում։ 300 տարի այն մոռացված էր գրադարանի արխիվներում։ Երբ ժամանակակից կարտոգրաֆները վերլուծեցին քարտեզը, նրանք ցնցվեցին։ Ափագիծը համապատասխանում էր ժամանակակից սեյսմիկ տվյալներին, որոնք ցույց են տալիս Անտարկտիդայի ռելիեֆը սառույցի տակ։ Լեռնաշղթաները, ծոցերը, գետերի բերանները, ամեն ինչ այնտեղ էր։ Բայց ինչպես։ Անտարկտիդան պաշտոնապես հայտնաբերվեց 1820 թվականին ռուս և բրիտանական էքսպեդիցիաների կողմից։ 300 տարի Piri Reis-ի քարտեզից հետո։ Ադմիրալը ինքը գրել էր քարտեզի եզրին, որ օգտագործել է 20 աղբյուր, որոնցից ոմանք թվագրվում են Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակներից։ Նա նշել էր նաև, որ օգտագործել է քարտեզներ, որոնք պատկանում էին հնագույն ծովային թագավորներին։ Բայց ովքեր էին այդ ծովային թագավորները։ Ով կարող էր ունենալ տեխնոլոգիա քարտեզագրելու ամբողջ մայրցամաքը, երբ այն դեռ չէր ծածկված սառույցով։ 1566 թվականին ֆլամանդ կարտոգրաֆ Գերարդուս Մերկատորը ստեղծեց քարտեզ, որը նույնպես ցույց էր տալիս Անտարկտիդան առանց սառույցի։ Նա բաժանել էր այն երկու մասի, ցույց տալով ծրար, որը այսօր ծածկված է սառույցով։
Մերկատորը նույնպես պնդում էր, որ օգտագործել է հին աղբյուրներ։ Երկու անկախ կարտոգրաֆ, տարբեր դարերում, տարբեր երկրներում, ստեղծում են քարտեզներ, որոնք ցույց են տալիս նույն բանը՝ Անտարկտիդա առանց սառույցի։ Բայց գիտությունը պնդում է, որ Անտարկտիդան ծածկված է եղել սառույցով առնվազն 30 միլիոն տարի։ Ինչպես կարող էր ինչ-որ մեկը տեսնել այն առանց սառույցի։ Միակ բացատրությունը կամ գիտությունը սխալվում է ժամանացույցի մեջ, կամ գոյություն է ունեցել քաղաքակրթություն, որը կորել է պատմությունից։ Հիմա անցնենք դեպի ավելի անհանգստացնող բան։ Մագնիսական անոմալիան, որը թաքնված է երկրի Ուիլքսի տակ։ 2006 թվականին Օհայոյի համալսարանի գիտնականները հրապարակեցին հետազոտություն, որը վերլուծում էր Անտարկտիդայի գրավիտացիոն եւ մագնիսական դաշտերը։ Նրանք հայտնաբերեցին զանգվածային կոնցենտրացիա երկրի Ուիլքսի տարածքում 4000 մետր սառույցի տակ։ Անոմալիան տարածվում է 480 կիլոմետր տրամագծով եւ ունի կլոր ձև։ Դա նման է հսկայական կրատերի, բայց ավելի խորը եւ ավելի մեծ, քան ցանկացած հայտնի աստերոիդային հարված։ Ռալֆ ֆոն Ֆրեզեն, ով ղեկավարում էր հետազոտությունը, առաջարկեց, որ դա կարող է լինել աստերոիդ, որը հարվածել է Երկրին 250 միլիոն տարի առաջ։ Պերմիան ժամանակաշրջանի ավարտին, երբ տեղի ունեցավ Երկրի պատմության ամենամեծ զանգվածային անհետացումը։ 95% ծովային տեսակները եւ 70% ցամաքային տեսակները ոչնչացվեցին։ Բայց Չիկսուլուբի աստերոիդը, որը սպանեց դինոզավրեր, ունի 180 կիլոմետր տրամագիծ։ Ուիլքսի անոմալիան 2 անգամ ավելի մեծ է։ Բայց ահա խնդիրը։ Եթե դա աստերոիդ է, ինչու այն ստեղծում է մագնիսական դաշտ։ Քարերը չեն մագնիսական, բայց մետաղը՝ այո, եւ ոչ թե ցանկացած մետաղ։ Երկաթը, նիկելը, կոբալտը, տարրեր, որոնք հազվադեպ են Երկրի կեղևում, բայց առատ են աստերոիդներում կամ տեխնոլոգիական կառուցվածքներում։ Ավստրալիական ազգային համալսարանի գիտնական Ջեյմս Դուֆիլդը 2011 թվականին ուսումնասիրեց անոմալիան եւ եկավ այլ եզրակացության։ Նա պնդեց, որ մագնիսական ազդանշանը չափազանց ուժեղ է աստերոիդի համար։ Այն ավելի նման է հսկայական մետաղական կառուցվածքի, որը թաղված է սառույցի եւ ապարների տակ։ Բայց ով կարող էր կառուցել ինչ-որ բան այդպիսի չափերի։ Եվ ինչու հենց այնտեղ։ Կան տեսություններ, որ դա կարող է լինել բնական երևույթ, մագնետիտի հսկայական պաշար, որը կուտակվել է տեկտոնիկ գործընթացների արդյունքում։ Բայց մագնետիտը չի ստեղծում այդպիսի կոնցենտրացիա։ Այն սովորաբար ցրված է ապարների մեջ։ Ուիլքսի անոմալիան ունի սահմաններ։ Այն սկսվում է եւ ավարտվում է կոնկրետ տեղերում, ինչպես կառուցվածք։ Եվ հիմա ամենակարևորը։ Թուեյտսի սառցաշերտը փլուզվում է։ 2024 թվականին գիտնականները հայտնաբերեցին, որ Թուեյտսի սառցաշերտը, որը տարածվում է 120 000 քառակուսի կիլոմետրով, կորցնում է 50 միլիարդ տոննա սառույց տարեկան։ Դա բավական է, որ բարձրացնի օվկիանոսների մակարդակը կես միլիմետրով ամեն տարի։ Բայց խնդիրը ոչ թե քանակն է, խնդիրը արարագությունն է։ Սառցաշերտը փլուզվում է ներսից։ Տաք օվկիանոսային հոսանքները ներթափանցում են սառույցի տակ եւ հալեցնում են այն հիմքից։ Դա նման է շենքի, որը կորցնում է իր հիմքը։ Երբ այն փլուզվի, ամբողջ սառցաշերտը կարող է սահել օվկիանոս մի քանի տարվա ընթացքում։ Բրիտանական անտարկտիկական հետազոտությունների ծառայության գլացիոլոգ Ռոբերտ Լարտերը 2025 թվականին հայտարարեց, որ Թուեյտսի լիակատար փլուզումը կբարձրացնի օվկիանոսների մակարդակը 65 սանտիմետրով։ Բայց դա միայն սկիզբն է։ Թուեյտսը գործում է որպես խցան արևմտյան Անտարկտիդայի սառցաշերտի համար։ Եթե այն փլուզվի, ամբողջ սառցաշերտը կսկսի սահել օվկիանոս։ Դա կբարձրացնի ջրի մակարդակը 3 մետրով։ Մայամին, Նյու Յորքը, Լոնդոնը, Շանհայը ջրի տակ։ Բայց մեզ համար այս պահին ամենակարևորը ոչ թե ջրի բարձրացումն է, ամենակարևորը այն է, թե ինչ կբացահայտվի, երբ սառույցը հալվի։ 2025 թվականի սեպտեմբերին NASA-ի արբանյակները ֆիքսեցին ինչ-որ բան անսովոր Թուեյտսի սառցաշերտի եզրին։ Երկրաչափական ձևեր, որոնք հայտնվում էին սառույցի տակից։ Պաշտոնական հայտարարություն չեղավ։ Պատկերները դասակարգվեցին հետագա ուսումնասիրության համար։ Բայց լրագրողները, ովքեր ստացան մուտք արբանյակային տվյալներին, սկսեցին խոսել կառուցվածքների մասին։ Սոցիալական ցանցերում հայտնվեցին համեմատություններ Էլսվորթի պիրամիդների հետ։ Ինչ եթե Անտարկտիդան իսկապես չէր միշտ սառցապատ անապատ։ Ինչ եթե 12000 տարի առաջ եւ վերջին սառցադարաշրջանը ավարտվեց, այնտեղ գոյություն ուներ քաղաքակրթություն։ Ոչ պարզունակ որսորդ հավաքարարներ։ Զարգացած հասարակություն, որը կարող էր կառուցել քարե կառուցվածքներ, քարտեզագրել մայրցամաքները, հասկանալ աստղագիտությունը։ Պատկերացրեք, որ դուք ապրում եք այդ քաղաքակրթության մեջ։ Ձեր քաղաքը գտնվում է ափին։ Կլիման մեղմ է,
Ձեր մարդիկ զբաղվում են ծովային առևտրով, աստղագիտությամբ, ճարտարապետությամբ, եւ հանկարծ մի քանի տասնամյակների ընթացքում ամեն ինչ փոխվում է։ Ջերմաստիճանը սկսում է իջնել։ Ձյունը, որը մինչ այդ հազվադեպ էր, դառնում է մշտական։ Սառույցը սկսում է ծածկել դաշտերը։ Ձեր մարդիկ փորձում են հարմարվել, բայց կլիման փոխվում է չափազանց արագ։ Մի քանի սերդի ընթացքում ամբողջ մայրցամաքը վերածվում է սառցապատ դժոխքի։ Ուր գնացին նրանք։ Ոմանք հավանաբար միգրացիա արեցին հյուսիս, դեպի հարավային Ամերիկա, ուրիշներ՝ դեպի Աֆրիկա կամ Ավստրալիա։ Նրանք տարան իրենց գիտելիքները, իրենց քարտեզները, իրենց պատմությունները։ Եվ հազարավոր տարիներ անց, երբ նրանց ժառանգները մոռացել էին ծագման մասին, այդ քարտեզները դարձան հին աղբյուրներ, որոնք օգտագործեցին Piri Reis-ը եւ Mercator-ը։ Բայց ինչու գիտությունը չի ընդունում այս տեսությունը։ Պատասխանը պարզ է. ապացույցներ չկան։ Մինչև հիմա։ Ամեն ինչ, ինչ մենք ունենք, հիպոթեզներ են։ Քարտեզներ, որոնք կարող են լինել պատահական, կառուցվածքներ, որոնք կարող են լինել բնական, անոմալիաներ, որոնք կարող են ունենալ երկրաբանական բացատրություն։ Բայց սառույցը հալվում է, եւ շուտով մենք կիմանանք ճշմարտությունը։ Երբ Չարլզ Հապգուդը 1950 թվականին առաջին անգամ ներկայացրեց իր տեսությունը Հարվարդի գիտական խորհրդին, սենյակում տիրեց լռություն։ Ոչ թե հիացմունքի լռություն, անհավատության լռություն։ Պրոֆեսորը պնդում էր, որ երկրի կեղևը կարող է սահել իր ներքին շերտերի վրա, ինչպես նարինջի կեղևը մեղմացած միջուկի վրա։ Դա նշանակում էր, որ ամբողջ մայրցամաքները կարող էին տեղափոխվել հազարավոր կիլոմետրներ համեմատաբար կարճ ժամանակահատվածում։ Անտարկտիդան, որը այսօր գտնվում է հարավային բևեռում, կարող է լինել ավելի հյուսիս, մեղմ կլիմայական գոտում։ Եվ հետո, մեկ կատաստրոֆիկ իրադարձության արդյունքում այն կարող էր սահել դեպի բևեռ։ Գիտական համայնքը մերժեց տեսությունը անմիջապես, չափազանց ֆանտաստիկ, չափազանց անհավանական։ Բայց Հապգուդը չհանձնվեց, նա շարունակեց հավաքել ապացույցներ, հնագիտական գտածոներ, երկրաբանական տվյալներ, հին քարտեզներ։ Եվ երբ նա ուղարկեց իր ձեռագիրը Ալբերտ Այնշտայնին, ֆիզիկայի հսկան արձագանքեց այնպես, ինչպես ոչ ոք չէր սպասում։ 1955 թվականի հունվարի 18-ին Այնշտայնը գրեց Հապգուդին նամակ, որը սկսվում էր այսպես. Ձեր գաղափարը թեև համարձակ եւ անսովոր, ունի մի ներքին տրամաբանություն, որը չի կարելի անտեսել։ Այնշտայնը նույնիսկ գրեց առաջաբանը Հապգուդի գրքին երկրի տեղաշարժվող կոկեռև։ Բայց գիտական մեյնսթրիմը մնաց անզիջում։ Տեսությունը թաղվեց ակադեմիական ժուրնալների էջերում եւ մոռացվեց մի քանի տասնամյակով։ Մինչև 2001 թվականը, երբ ամերիկյան երկրաբան Ռենդել Քարլսոնը վերահայտնաբերեց Հապգուդի աշխատանքը եւ սկսեց ուսումնասիրել Հյուսիսային Ամերիկայի երկրաձևաբանությունը, այն ինչ նա գտավ, փոխեց ամեն ինչ։ Վաշինգտոնի նահանգում, Կոլումբիա գետի ձորում Կարլսոնը հայտնաբերեց ապացույցներ կատաստրոֆիկ ջրհեղեղների մասին, որոնք տեղի են ունեցել 12000 տարի առաջ։ Ոչ թե սովորական ջրհեղեղներ, մեգա ջրհեղեղներ, որոնք տեղափոխում էին ժայռեր տների չափի, փորում էին ձորեր 200 մետր խորությամբ, ստեղծում էին ջրվեժներ, որոնք 10 անգամ ավելի հզոր էին, քան Նիագարան։ Ջրի ծավալը, որը անցել է այդ տարածքով, գնահատվում է 500 խորանարդ կիլոմետր։ Դա Միչիգան լճի ողջ ծավալն է, որը թափվել է մի քանի շաբաթվա ընթացքում։ Բայց որտեղից եկավ այդ ջուրը։ Կարլսոնը ցույց տվեց, որ այն եկավ Կորդիլերյան սառցաշերտի հանկարծակի հալումից։ 12000 տարի առաջ Հյուսիսային Ամերիկան ծածկված էր սառցաշերտով, որը տարածվում էր Կանադայից մինչև Սիեթլ։ Եվ հետո, շատ կարճ ժամանակահատվածում այդ սառույցը հալվեց։ Ոչ աստիճանաբար, կատաստրոֆիկ արագությամբ։ Գրենլանդիայի սառցային միջուկները պատմում են նույն պատմությունը։ 2012 թվականին դանիական գիտնականները վերլուծեցին սառցային շերտերը, որոնք ձևավորվել են վերջին 20000 տարվա ընթացքում։ Նրանք չափեցին թթվածնի իզոտոպների հարաբերակցությունը, որը ցույց է տալիս ջերմաստիճանը։ Տվյալները բացահայտեցին ինչ-որ բան անհավանական։ 12800 տարի առաջ, ընդամենը 50 տարվա ընթացքում հյուսիսային կիսագնդի ջերմաստիճանը բարձրացել է 10 աստիճանով։ Դա նման է անցման ձմեռից ամառ, մեկ սերնդի ընթացքում։ Պատկերացրեք, որ դուք ապրում եք այդ ժամանակաշրջանում։ Ձեր պապը ծնվել է աշխարհում, որտեղ սառույցը տարածվում էր հորիզոնից հորիզոն։ Ձեր հայրը տեսել է, թե ինչպես սառույցը սկսեց հալվել։ Եվ դուք, ձեր կյանքի ընթացքում, տեսնում եք, թե ինչպես ամբողջ լանդշաֆտը վերափոխվում է։ Գետերը, որոնք չգոյություն ունեին, հայտնվում են մի գիշերվա ընթացքում։ Լճերը, որոնք պարունակում են հազարավոր տարիների կուտակված ջուրը, պայթում են եւ ջրհեղեղում ամեն ինչ իրենց ճանապարհին։ Ձեր ցեղը ստիպված է միգրացիա անել, փնտրել նոր հողեր, հարմարվել նոր աշխարհին։ Բայց ինչու տեղի ունեցավ այդ կատաստրոֆիկ փոփոխությունը։ Ինչը կարող էր պատճառել այդպիսի արագ կլիմայական շրջադարձ։ Մի տեսություն ասում է՝ կոմետ։
2007 թվականին ֆիզիկոս Ռիչարդ Ֆայրսթունը և երկրաբան Ալեն Ուեսթը հրապարակեցին հետազոտություն, որը վերլուծում էր նստվածքները Հյուսիսային Ամերիկայի տասնյակ տեղամասերում։ Դրանք գտան շերտ, որը թվագրվում է 12800 տարի առաջ և պարունակում է նանո-ադամանդներ, իրիդիում, ածխածնային սֆերուլներ, նյութեր, որոնք ձևավորվում են միայն չափազանց բարձր ջերմաստիճանում։ Այնպիսի ջերմաստիճանում, որը ստեղծվում է, երբ կոմետը պայթում է մթնոլորտում։ Տեսությունը պնդում է, որ 12800 տարի առաջ կոմետի ֆրագմենտները պայթեցին Հյուսիսային Ամերիկայի վրա։ Պայթյունների ուժը համարժեք էր մի քանի միլիոն ատոմային ռումբերի։ Սառցաշերտը, որը ծածկում էր մայրցամաքը, հալվեց ակնթարթորեն։ Հսկայական քանակությամբ ջուր թափվեց օվկիանոսներ։ Մթնոլորտը լցվեց մոխրով և փոշով, որը արգելափակեց արևի լույսը։ Ջերմաստիճանը նախ բարձրացավ պայթյունների պատճառով, հետո կտրուկ իջավ, միջուկային ձմեռ ստեղծելով։ Բայց գիտական համայնքը բաժանված է։ Ոմանք ընդունում են ապացույցները։ Ուրիշներ պնդում են, որ նանոադամանդները կարող են ձևավորվել նաև անտառային հրդեհների ժամանակ։ Վեճը շարունակվում է մինչ օրս։ Բայց անկախ նրանից, թե ինչն էր պատճառը՝ կոմետ, սառցաշերտի անկայունություն, թե հապգուդի կեղևի տեղաշարժ, ցաստը մնում է։ 12000 տարի առաջ Երկիրը փոխվեց կատաստրոֆիկ արագությամբ։ Եվ եթե Անտարկտիդան այդ ժամանակ գտնվում էր ավելի հյուսիս, եթե այնտեղ գոյություն ուներ քաղաքակրթություն, ապա այդ քաղաքակրթությունը ոչնչացվեց մի քանի սերնդի ընթացքում։ Հիմա վերադառնանք Պիրի Ռեյսի քարտեզին։ Ոչ թե որպես առեղծված, այլ որպես ապացույց։ 1956 թվականին ամերիկյան կարտոգրաֆ Արլինգթոն Մալերին ուսումնասիրեց քարտեզը Կոնգրեսի գրադարանում։ Նա համեմատեց այն ժամանակակից քարտեզների հետ և հայտնաբերեց ինչ-որ բան անսովոր։ Պիրի Ռեյսի քարտեզը ցույց էր տալիս Անտարկտիդայի ափագիծը ոչ այնպես, ինչպես այն երևում է այսօր, այլ այնպես, ինչպես այն կերևար, եթե սառույցը չլիներ։ Լեռնաշղթաները, որոնք քարտեզի վրա նշված էին որպես ափամերձ բարձունքներ, համապատասխանում էին տրանսանտարկտիկ լեռներին, որոնք այսօր թաղված են 3 կիլոմետր սառույցի տակ։ Մալերին ուղարկեց իր հայտնագործությունը Ջերոլդ Քիհնին, Ջորջթաունի համալսարանի պրոֆեսորին, ով մասնագիտացած էր հին քարտեզագրության մեջ։ Քիհնը վերլուծեց քարտեզը և եկավ եզրակացության, որ այն հիմնված է աղբյուրների վրա, որոնք ստեղծվել են նախքան Անտարկտիդան ծածկվելը սառույցով։ Նա գրեց. այս քարտեզը ցույց է տալիս ափագիծը այնպիսին, ինչպիսին այն էր հազարավոր տարիներ առաջ, երբ այդ տարածքը ազատ էր սառույցից։ Բայց ինչպես։ Ինչպես հնագույն քարտեզագիրները կարող էին իմանալ, թե ինչ կա սառույցի տակ։ Միակ բացատրությունը նրանք օգտագործել են քարտեզներ, որոնք ստեղծվել են այն ժամանակ, երբ սառույց չկար։ Բայց ով կարող էր ստեղծել այդ քարտեզները։ 1566 թվականին Գերարդուս Մերքաթերը, ֆլամանդ կարտոգրաֆը, ով ստեղծեց աշխարհի ամենահայտնի քարտեզագրական պրոյեկցիան, հրապարակեց քարտեզ, որը նույնպես ցույց էր տալիս Անտարկտիդան առանց սառույցի։ Նա բաժանել էր մայրցամաքը երկու մասի, ցույց տալով ծրար, որը կապում է Ուեդդելի և Ռոսի ծովերը։ Այսօր այդ ծրարը ծածկված է 2 կիլոմետր սառույցով։ Բայց սեյսմիկ տվյալները հաստատում են դրա գոյությունը։ Ինչպես Մերքաթերը գիտեր դրա մասին։ Նա գրել էր քարտեզի վրա. այս տեղեկությունները վերցված են հնագույն աղբյուրներից, որոնց ճշգրտությունն ես չեմ կարող երաշխավորել, բայց որոնք ես պարտավոր եմ ներկայացնել։ Մերկատորը, ով էր իր ժամանակի ամենաճշգրիտ կարտոգրաֆը, չէր համարձակվում երաշխավորել այդ տվյալները, ոչ թե որովհետև կասկածում էր դրանց ճշգրտության մեջ, այլ որովհետև չէր կարող բացատրել, թե որտեղից են դրանք եկել։ Եվ հիմա, 450 տարի անց, մենք սկսում ենք հասկանալ։ 2019 թվականին Թուրքիայի Իստանբուլի համալսարանի պրոֆեսոր Ահմեդ Էրտեքը վերլուծեց Պիրի Ռեյսի քարտեզը, օգտագործելով ժամանակակից թվային տեխնոլոգիաներ։ Նա համեմատեց քարտեզի կոորդինատները արբանյակային տվյալների հետ և հայտնաբերեց, որ ափագիծը համապատասխանում է Անտարկտիդայի ռելիեֆին սառույցի տակ 95% ճշգրտությամբ։ 5% շեղումը կարող է բացատրվել քարտեզի տարիքով և պահպանման պայմաններով։ Բայց ամենաշոկային մասը չէ ճշգրտությունը, ամենաշոկային մասը մանրամասնությունն է։ Քարտեզը ցույց է տալիս ոչ միայն ափագիծը, այլ նաև գետերի բերանները, լեռնային գագաթները, ծոցերը։ Դա նշանակում է, որ քարտեզագիրները ոչ միայն տեսել են ափագիծը, այլ նաև ուսումնասիրել են ներքին տարածքները։ Նրանք ճանապարհորդել են այնտեղ, ապրել են այնտեղ, և եթե նրանք ապրել են այնտեղ, ապա պետք է լինեն հետքեր, քաղաքներ, տաճարներ, գերեզմանատներ, ինչ-որ բան, ինչը կարող է վկայել նրանց գոյության մասին։ Հենց այստեղ է, որ մենք վերադառնում ենք Էլսվորթի պիրամիդներին։ 2017 թվականին ֆրանսիացի երկրաբան Դամիեն Լեմուանը վերլուծեց Էլսվորթի լեռների երկրաբանական կառուցվածքը։
Նա օգտագործեց սպեկտրալ վերլուծություն, որոշելու ապարների տեսակը։ Տվյալները ցույց տվեցին, որ պիրամիդները բաղկացած են գրանիտից եւ բազալտից, ապարներ, որոնք սովորաբար չեն ձևավորում կատարյալ երկրաչափական ձևեր։ Գրանիտը քայքայվում է անհավասար կերպով։ Բազալտը ճեղքվում է ուղղահայաց սյուներով, ոչ թե հարթ մակերեսներով, բայց Էլսվորթի կառուցվածքները ունեն հարթ կողմեր։ Նրանց անկյունները մոտավորապես 60 աստիճան են, նույնը ինչ Եգիպտոսի պիրամիդները, եւ նրանք դասավորված են գրեթե ճիշտ, արևելք-արևմուտք առանցքով։ Լեմոանը եկավ եզրակացության, որ չնայած բնական ծագման հավանականությունը մնում է, երկրաչափական կատարելությունը պահանջում է լրացուցիչ ուսումնասիրություն։ Նա առաջարկեց էքսպեդիցիա, բայց ֆինանսավորում չգտավ։ Անտարկտիդայի էքսպեդիցիաները արժեն միլիոններ դոլար, եւ ոչ մի կառավարություն չի ցանկանում ներդրումներ անել ինչ-որ բանի մեջ, ինչը կարող է լինել պարզապես լեռներ։ Բայց ինչ, եթե դրանք ոչ պարզապես լեռներ են։ Ինչ, եթե դրանք իսկապես կառուցվածքներ են, որոնք ծածկվել են սառույցով 12000 տարի առաջ։ Պատկերացրեք, որ դուք ճարտարապետ եք հնագույն Անտարկտիդայում։ Ձեր քաղաքակրթությունը զարգացած է։ Դուք ունեք գիտելիքներ աստղագիտության, թյան, մաթեմատիկայի, ճարտարապետության մեջ։ Դուք որոշում եք կառուցել հուշարձան ձեր քաղաքակրթության մեծությունը հավերժացնելու համար։ Դուք ընտրում եք լեռնային տարածք, որտեղ գրանիտը ամուր է եւ հասանելի։ Դուք կտրում եք քարերը, տեղափոխում դրանք, դասավորում կատարյալ երկրաչափությամբ։ Դուք կողմնորոշում եք կառուցվածքը աստղերի համաձայն, ինչպես եգիպտացիները, մայաները, ինկաները։ Եվ հետո գալիս է կատաստրոֆան։ Կլիման փոխվում է։ Սառույցը սկսում է ծածկել ամեն ինչ։ Ձեր մարդիկը փախչում են։ Եվ ձեր հուշարձանը, ձեր պիրամիդան, մնում է այնտեղ, սպասելով, որ հազարավոր տարիներ անց ինչ-որ մեկը այն հայտնաբերի։ Բայց դա միայն մեկ տարբերակ է։ Կա մեկ այլ տեսություն, որը ավելի անհանգստացնող է։ 2014 թվականին ամերիկյան աստղաֆիզիկոս Փոլ Լավիոլեթը հրապարակեց հետազոտություն, որը վերլուծում էր երկրի մագնիսական դաշտի փոփոխությունները վերջին 20000 տարվա ընթացքում։ Նա հայտնաբերեց, որ 12800 տարի առաջ մագնիսական դաշտը թուլացել է 30%-ով։ Դա նշանակում է, որ երկիրը դարձել է ավելի խոցելի տիեզերական ճառագայթման նկատմամբ։ Արևային փոթորիկները, որոնք սովորաբար շեղվում են մագնիսական դաշտի կողմից, կարող էին հասնել մթնոլորտ եւ ստեղծել հսկայական էլեկտրական պարպումներ։ Լավիոլեթը առաջարկեց, որ 12800 տարի առաջ երկիրը ենթարկվել է հզոր արևային փոթորիկի, որը պատճառել է մագնիսական բևեռների տեղաշարժ։ Դա կբացատրեր Հապկուդի կեղևի տեղաշարժի տեսությունը։ Եթե մագնիսական բևեռները տեղաշարժվեցին, ապա երկրի պտտման առանցքը կարող էր փոխվել, ինչը կհանգեցներ կեղևի սահմանը։ Բայց գիտական համայնքը մերժեց նաև այս տեսությունը։ Չափազանց սպեկուլատիվ, չափազանց քիչ ապացույցներ։ Բայց Լավիոլեթը շարունակեց հետազոտությունները։ Նա վերլուծեց սառցային միջուկները Գրենլանդիայից եւ Անտարկտիդայից եւ հայտնաբերեց բերիլիումի 10 իզոտոպի բարձր կոնցենտրացիա՝ տար, որը ձևավորվում է, երբ տիեզերական ճառագայթումը հարվածում է մթնոլորտին։ Կոնցենտրացիան հասնում է գագաթնակետի հենց 12800 տարի առաջ։ Դա կարող է նշանակել, որ երկիրը իսկապես ենթարկվել է հզոր տիեզերական իրադարձության։ Կոմետ, արևային փոթորիկ կամ նույնիսկ սուպերնովա, մոտակա աստղի պայթյուն։ Ինչ-որ բան, ինչը փոխեց մեր մոլորակի կլիման եւ հավանաբար ոչնչացրեց քաղաքակրթություններ, որոնք գոյություն ունեին այդ ժամանակ։ Եվ եթե Անտարկտիդայում գոյություն ուներ քաղաքակրթություն, ապա այն ոչնչացվեց այդ կատաստրոֆայի ժամանակ։ Բայց ինչու մենք չենք գտնում ավելի շատ ապացույցներ։ Ինչու չկան հստակ հնագիտական գտածոներ։ Պատասխանը պարզ է։ Սառույցը։ 3 կիլոմետր սառույց կարող է ոչնչացնել ցանկացած, 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 ցանկացած,
ցանկացած, ցանկացած, ցանկացած, ցանկացած, ցանկացած, ցանկացած, ցանկացած, ցանկացած, ցանկացած, ցանկացած, ցանկացած, ցանկացած, ցանկացած, ցանկացած, ցանկացած, ցանկացած, ցանկացած, ցանկացած, ցանկացած, ցանկացած, ցանկացած, ցանկացած, որոնք նման էին պատերի։ Դրանք չէին բնական ձևավորումներ։ Քարերը դասավորված էին շարքերով, ինչպես շինարարական բլոկները։ Մարամբիոն վերցրեց նմուշներ եւ ուղարկեց լաբորատորիա։ Ածխածնային թվագրումը ցույց տվեց, որ օրգանական նյութերը, որոնք գտնվել են քարերի միջև, թվագրվում են 12500 տարի առաջ։ Դա համընկնում է վերջին սառցադարաշրջանի ավարտի հետ, բայց պաշտոնական հայտարարություն չեղավ։ Չիլիական կառավարությունը դասակարգեց գտածոները որտես բնական երկրաբանական ձևավորումներ։ Մարամբիոն փորձեց բողոքել, բայց նրան ասացին, որ լրացուցիչ ապացույցներ են անհրաժեշտ։ Նա պլանավորեց երկրորդ էքսպեդիցիա, բայց 2023 թվականին մահացավ սրտի կաթվածից։ Նրա հետազոտությունները մնացին անավարտ։ Բայց նրա աշխատանքը չկորավ։ 2024 թվականին բրազիլացի հնագետ Ռոբերտա Սիլվան վերլուծեց Մարամբիոյի լուսանկարները եւ եկավ եզրակացության, որ կառուցվածքները համապատասխանում են մարդկային ճարտարապետության հատկանիշներին։ Նա հրապարակեց հոդված, որը առաջարկում էր նոր էքսպեդիցիա, բայց ֆինանսավորում չգտավ։ Եվ այսպես, ապացույցները մնում են թաղված, ոչ միայն սառույցի տակ, այլ նաև բյուրոկրատիայի եւ սկեպտիցիզմի տակ։ Բայց բնությունը շարունակում է բացահայտել իր գաղտնիքները։ Թուեյցի սառցաշերտը հալվում է, ամեն տարի նոր տարածքներ են բացվում, եւ շուտով, շատ շուտով մենք կգտնենք ինչ-որ բան, ինչը չի կարող անտեսվել։ 2025 թվականի նոյեմբերին NASA-ի օպերացիա Ice Bridge ծրագիրը, որը մոնիտորինգ է անում Անտարկտիդայի սառցաշերտերի փոփոխությունները, ֆիքսեց անսովոր ազդանշան Թուեյցի սառցաշերտի արևելյան եզրին։ Ռադարը հայտնաբերեց մետաղական օբյեկտ 200 մետր սառույցի տակ։ Օբյեկտը ուներ երկարավակ ձև, մոտավորապես 50 մետր երկարությամբ եւ 10 մետր լայնությամբ։ Պաշտոնական հայտարարությունը ասաց, որ դա հավանաբար մետեորիտ է, բայց մետեորիտները չունեն երկարավակ ձև, նրանք սովորաբար կլոր են կամ անկանոն, եւ նրանք չեն ստեղծում այնպիսի ուժեղ ռադարային արձագանք։ Սոցիալական ցանցերում սկսեցին խոսել նավի մասին։ Ուֆոլոգները պնդեցին, որ դա օտարերկրյա տիեզերանավ է, որը կործանվել է հազարավոր տարիներ առաջ։ Սկեպտիկները ծիծաղեցին եւ ասացին, որ դա պարզապես ապարային ձևավորում է, բայց NASA-ն չհրապարակեց լրացուցիչ տվյալներ։ Պատկերները դասակարգվեցին։ Պաշտոնական բացատրությունը մնաց meteorite եւ թեման փակվեց։ Մինչև 2025 թվականի դեկտեմբերը, երբ անկախ հետազոտող Մարկ Ռիչարդսը հրապարակեց վերլուծություն, որը համեմատում էր NASA-ի ռադարային տվյալները նավերի ռադարային ազդանշանների հետ, նա ցույց տվեց, որ օբյեկտի ձևը եւ մետաղական կազմը համապատասխանում են նավի կառուցվածքին։ Ոչ ժամանակակից նավի, հին նավի, որը կառուցված է երկաթից կամ բրոնզից։ Ռիչարդսը առաջարկեց, որ դա կարող է լինել նավ, որը ծածկվել է սառույցով 12000 տարի առաջ, երբ Անտարկտիդան դեռ ուներ ափեր, որտեղ նավերը կարող էին նավարկել։ Նա պլանավորեց էքսպեդիցիա, բայց Անտարկտիդայի պայմանագիրը արգելում է առևտրային էքսպեդիցիաները առանց միջազգային թույլտվության, եւ թույլտվություն չտրվեց։ Բայց պատկերացրեք, որ դա իսկապես նավ է։ Պատկերացրեք, որ 12000 տարի առաջ ինչ-որ մեկը նավարկում էր Անտարկտիդայի ափերով։ Նրանք ուներ նավեր, ինչը նշանակում է, որ նրանք ուներ տեխնոլոգիա, մետաղագործություն, նավաշինություն, նավիգացիա։ Նրանք ուներ քարտեզներ, ըստ որի նրանք ուներ նավեր, ինչը նշանակում է, որ նրանք ուներ տեխնոլոգիա, մետաղագործություն, նավաշինություն, նավիգացիա։ Նրանք ուներ քարտեզներ, ըստ որի նրանք ուներ նավեր, ինչը նշանակում է, որ նրանք ուներ տեխնոլոգիա, մետաղագործություն, նավաշինություն, նավիգացիա։ Նրանք ուներ քարտեզներ, ըստ որի նրանք ուներ նավեր, ինչը նշանակում է, որ նրանք ուներ տեխնոլոգիա, մետաղագործություն, նավաշինություն, նավիգացիա։ Նրանք ուներ քարտեզներ, ըստ որի նրանք ուներ նավեր, ինչը նշանակում է, որ նրանք ուներ տեխնոլոգիա, մետաղագործություն, նավաշինություն, նավիգացիա։ Նրանք ուներ քարտեզներ, ըստ որի նրանք ուներ նավեր, ինչը նշանակում է, որ նրանք ուներ տեխնոլոգիա, մետաղագործություն, նավաշինություն, նավիգացիա։ Նրանք ուներ քարտեզներ, ըստ որի նրանք ուներ նավեր, ինչը նշանակում է, որ նրանք ուներ տեխնոլոգիա, մետաղագործություն, նավաշինություն, նավիգացիա։ Նրանք ուներ քարտեզներ, ըստ որի նրանք ուներ նավեր, ինչը նշանակում է, որ նրանք ուներ տեխնոլոգիա, մետաղագործություն, նավաշինություն, նավիգացիա։ Նրանք ուներ քարտեզներ, ըստ որի նրանք ուներ նավեր,
ինչը նշանակում է, որը այսօր տեսանելի է արբանյակներից։ Ուիլքսի կրատերը թաղված է 4 կիլոմետր սառույցի և ապարների տակ։ Եթե այն ստեղծվել է 250 միլիոն տարի առաջ, ինչպես ֆոն Ֆրեզեն առաջարկում է, ապա ինչու այն դեռ ստեղծում է մագնիսական դաշտ։ Մետեորիտները կորցնում են իրենց մագնիսականությունը միլիոններ տարիների ընթացքում։ Կա մեկ այլ տեսություն։ Ինչ եթե Ուիլքսի անոմալիան ոչ աստերոիդ է, այլ ինչ-որ բան, ինչը թաղվել է ավելի վերջերս։ Ինչ եթե դա մետաղական կառուցվածք է, որը ստեղծվել է 12000 տարի առաջ և հետո ծածկվեր սառույցով։ Դա հնչում է ֆանտաստիկ, բայց եկեք մտածենք տրամաբանորեն։ Եթե Անտարկտիդայում գոյություն ուներ զարգացած քաղաքակրթություն, ապա նրանք կարող էին ունենալ տեխնոլոգիա, որը մեզ անծանոթ է։ Նրանք կարող էին կառուցել կառուցվածքներ, որոնք մենք այսօր չենք կարող բացատրել։ Եվ երբ կատաստրոֆան եկավ, երբ սառույցը սկսեց ծածկել ամեն ինչ, այդ կառուցվածքները մնացին այնտեղ, սպասելով, որ մենք դրանք հայտնաբերենք։ Բայց ինչու գիտությունը չի ընդունում այս հնարավորությունը։ Ինչու ամեն անսովոր գտածո դասակարգվում է որպես բնական երևույթ կամ meteorite։ Պատասխանը բարդ է։ Մասամբ դա սկեպտիցիզմ է։ Գիտությունը պահանջում է ապացույցներ, ոչ թե սպեկուլյացիաներ։ Եվ մինչև մենք չունենք հստակ հնագիտական գտածոներ, կմնա կասկած։ Բայց մասամբ դա նաև վախ է։ Վախ ընդունելուց, որ մեր պատմության պատկերացումները կարող են սխալ լինել։ Վախ ընդունելուց, որ կարող է եղել քաղաքակրթություն, որը զարգացած էր մեզանից առաջ եւ որը կորավ կատաստրոֆիկ իրադարձության արդյունքում։ Որովհետեւ եթե դա ճիշտ է, ապա դա նշանակում է, որ նույնը կարող է պատահել մեզ հետ։ Երկրի կլիման փոխվում է։ Ոչ աստիճանաբար, ինչպես մենք սովորաբար մտածում ենք, այլ կատաստրոֆիկ արագությամբ։ 12000 տարի առաջ ջերմաստիճանը բարձրացել է 10 աստիճանով 50 տարվա ընթացքում։ Այսօր մենք տեսնում ենք նմանատիպ փոփոխություններ։ Սառցաշերտերը հալվում են ռեկորդային արագությամբ, օվկիանոսների մակարդակը բարձրանում է, եղանակային իրադարձությունները դառնում են ավելի ծայրահեղ, եւ եթե պատմությունը կրկնվում է, եթե երկիրը կրկին ենթարկվում է կատաստրոֆիկ փոփոխության, ապա մեր քաղաքակրթությունը կարող է կորչել, ինչպես այն քաղաքակրթությունը, որը կարող էր գոյություն ունենալ Անտարկտիդայում։ Բայց կա նաև հույս։ Եթե մենք կարողանանք գտնել ապացույցներ այդ կորած քաղաքակրթության մասին, եթե մենք կարողանանք հասկանալ, թե ինչ պատահեց նրանց հետ, ապա մենք կարող ենք սովորել նրանց սխալներից։ Մենք կարող ենք պատրաստվել գալիք փոփոխություններին։ Մենք կարող ենք փրկել մեր քաղաքակրթությունը։ Բայց դրա համար մենք պետք է համարձակություն ունենանք, նայելու ճշմարտությանը աչքերի մեջ։ Համարձակություն ընդունելու, որ մեր պատմությունը կարող է լինել ավելի բարդ, քան մենք մտածում ենք։ Համարձակություն փնտրելու ապացույցներ, նույնիսկ եթե դրանք մեզ տանում են անհարմար եզրակացությունների։ Եվ այդ ապացույցները այնտեղ են, սառույցի տակ, սպասելով, որ մենք դրանք գտնենք։ Թուեյցի սառցաշերտը շարունակում է հալվել։ Ամեն օր նոր տարածքներ են բացվում։ Ամեն շաբաթ արբանյակները ֆիքսում են նոր անոմալիաներ, եւ շուտով, շատ շուտով մենք կգտնենք ինչ-որ բան, ինչը կփոխի ամեն ինչ։ Հարցը ոչ թե այն է, կգտնենք արդյոք։ Հարցը այն է, պատրաստ ենք արդյոք մենք ընդունելու այն, ինչ կգտնենք։ 2021 թվականի մարտին ռուս գիտնականների խումբը վերադարձավ Ոստոկ կայան ավելի խորը խորելու համար։ Դրանք չէին փնտրում պարզապես բակտերիաներ, դրանք փնտրում էին ինչ-որ բան ավելի մեծ։ Լիճը, որը մեկուսացված էր 15 միլիոն տարի, կարող էր պարունակել ոչ միայն միկրոօրգանիզմներ, կարող էին լինել ավելի բարդ կենսաձևեր, բազմաբջիջ օրգանիզմներ, որոնք էվոլյուցիայի առանձին ճյուղ են, կամ նույնիսկ ինչ-որ բան, ինչը մենք չենք կարող դասակարգել որպես կյանք մեր ընթացիկ սահմանումներով։ Խորացումը կանգ առավ 3700 մետրում։ Վերջին 250 մետրը սառույցը տարբերվում էր, այն պարունակում էր թթվածին, որը չէր համապատասխանում մթնոլորտային կազմին։ Լաբորատորիաները հայտնաբերեցին, որ թթվածնի իզոտոպային հարաբերակցությունը ցույց է տալիս կենսաբանական ակտիվություն։ Ինչ-որ բան այնտեղ շնչում էր, ինչ-որ բան արտադրում էր թթվածին։ Բայց հետո եկավ հրամանը Մոսկվայից. կանգ առեք, չշարունակեք։ Պաշտոնական բացատրությունը էկոլոգիական անվտանգության նկատառումն էր։ Բայց ռուս գիտնականները, ովքեր աշխատում էին կայանում, սկսեցին խոսել այլ բանի մասին։ Նրանք ասացին, որ վերջին նմուշներում հայտնաբերվել է ինչ-որ բան, ինչը դասակարգվել է։ Ինչ-որ բան, ինչը կառավարությունը չցանկանում է հրապարակել։ 2022 թվականի հոկտեմբերին ռուս միկրոբիոլոգ Սերգեյ Բուլատը հրապարակեց հոդված, որտեղ նկարագրում էր անհայտ կենսաձև, որը հայտնաբերվել է Ոստոկի ջրերում։ Օրգանիզմը ուներ ԴՆԹ, որը տարբերվում էր բոլոր հայտնի կենսաձևերից։ Այն չէր պատկանում ոչ բակտերիաներին, ոչ արքեաներին, ոչ էուկարիոտներին։ Դիեմա 4-րդ տիրույթ էր։ Նոր ճյուղ կյանքի ծառի վրա։ Հոդվածը հրապարակվեց գիտական ժուրնալում, բայց մեկ շաբաթ անց այն հեռացվեցին։
Պաշտոնական բացատրությունը մեթոդաբանական սխալն էր։ Բուլատը փորձեց բողոքել, բայց նրան ասացին, որ տվյալները պետք է վերահսկվեն։ Նա այլևս չհրապարակեց ոչինչ Ոստոկի մասին։ Բայց նրա գործընկերները, ովքեր աշխատում էին նույն նախագծում, սկսեցին խոսել անանուն։ Նրանք ասացին, որ օրգանիզմը ոչ միայն տարբեր էր, այն նաև ակտիվ էր։ Երբ նմուշները տեղափոխվեցին լաբորատորիա, օրգանիզմները սկսեցին բազմանալ։ Նրանք հարմարվեցին նոր պայմաններին, եւ ավելի անհանգստացնող, նրանք սկսեցին փոխել իրենց շրջապատող միջավայրը։ Մոսկվայի պետական համալսարանի լաբորատորիայում, որտեղ պահվում էին նմուշները, սկսեցին տեղի ունենալ տարօրինակ իրադարձություններ։ Սարքավորումները խափանվում էին, էլեկտրական համակարգերը ապակարգավորվում էին, կարգավորվում էին։ Գիտնականները սկսեցին զգալ անբացատրելի ախտանիշներ՝ գլխացավ, սրտխառնոց, հոգնածություն։ Լաբորատորիան փակվեց 2 շաբաթով ախտահանման համար։ Երբ այն վերաբացվեց, նմուշները անհետացել էին։ Պաշտոնական տարբերակը նմուշները ոչնչացվել են պրոտոկոլի համաձայն։ Բայց գիտնականները, ովքեր աշխատում էին այնտեղ, ասացին, որ նմուշները չէին ոչնչացվել, դրանք տեղափոխվել էին ուրիշ տեղ, ավելի անվտանգ տեղ, կամ ավելի գաղտնի տեղ։ Ինչ էր այդ օրգանիզմը։ Ինչու այն դասակարգվեց, եւ ինչու ռուս կառավարությունը այդքան անհանգստացավ։ Կա մեկ տեսություն, որը հնչում է գիտական ֆանտաստիկայից, բայց որը հիմնված է իրական գիտական տվյալների վրա։ Ինչ եթե Ոստոկի լիճը ոչ միայն մեկուսացված էկոհամակարգ է։ Ինչ եթե այն նաև լաբորատորիա է։ Բնական լաբորատորիա, որտեղ կյանքը էվոլյուցիայի ենթարկվել է 15 միլիոն տարի, լիակատար մեկուսացման մեջ։ Առանց արևի լույսի, առանց թթվածնի, ծայրահեղ ճնշման տակ, 0-ից ներքև ջերմաստիճանում։ Այդպիսի պայմաններում կյանքը պետք է զարգացներ այլ կերպ։ Այն պետք է գտներ էներգիայի այլ աղբյուրներ, քիմիական ռեակցիաներ ապարների մեջ, ռադիոակտիվ տարրերի քայքայում, կամ նույնիսկ ինչ-որ բան, ինչը մենք դեռ չենք հասկանում։ Եվ եթե այդ կյանքը զարգացել է 15 միլիոն տարի, ապա այն կարող է լինել ավելի զարգացած, քան մենք մտածում ենք։ Ոչ տեխնոլոգիական առումով, այլ կենսաբանական առումով։ Օրգանիզմներ, որոնք կարող են հարմարվել ցանկացած միջավայրի, որոնք կարող են փոխել իրենց դմնեթն իրենց կարիքներին համապատասխան, որոնք կարող են գոյատևել պայմաններում, որտեղ մեր կյանքի ձևերը կմեռնեին վայրկյաններում։ Դա հնչում է ֆանտաստիկ, բայց հիշեք, մենք արդեն գտել ենք կյանք, որը գոյատևում է պայմաններում, որոնք մենք համարում էինք անհնար։ Խոր օվկիանոսի հիդրոթերմալ աղբյուրների մոտ, որտեղ ջերմաստիճանը հասնում է 300 աստիճանի, Ատակամայի անապատում, որտեղ տասնամյակներ չի անձրևում, ռադիոակտիվ թափոնների մեջ, որտեղ ճառագայթումը սպանում է ցանկացած բջիջ։ Կյանքը գտնում է ճանապարհ, միշտ, բայց Ոստոկը միայն մեկ լիճ է։ Անտարկտիդայի տակ կան 486 լճեր, ամեն մեկը առանձին է աշխարհ, ամեն մեկը հնարավոր լաբորատորիա, որտեղ կյանքը էվոլյուցիայի ենթարկվել է իր ուղիով։ 2019 թվականին բրիտանական գիտնականները սկսեցին նախագիծ ուսումնասիրելու Էլսվորթ լիճը։ Այն գտնվում է 3 կիլոմետր սառույցի տակ եւ տարածվում է 10 կիլոմետր երկարությամբ։ Ռադարային տվյալները ցույց են տալիս, որ լիճը ունի բարդ ձև, մի քանի ծոցերով եւ կղզիներով։ Դա նշանակում է, որ այնտեղ կարող են լինել տարբեր միկրոկլիմաներ, տարբեր էկոհամակարգեր։ Բայց երբ նրանք սկսեցին պլանավորել խորացումը, նրանք հայտնաբերեցին ինչ-որ բան անսովոր։ Լիճը տաք է։ Ջերմաստիճանը հասնում է դրական 2 աստիճանի։ Դա անհնար է սառույցի տակ, եթե չկա ջերմության աղբյուր։ Երկրաբանները ենթադրեցին, որ լիճի տակ կարող է լինել երկրաբանական ակտիվություն։ Հրաբխային ջերմություն, որը բարձրանում է երկրի խորքերից, բայց երբ նրանք չափեցին ջերմային հոսքը, այն չէր համապատասխանում հրաբխային ակտիվությանը։ Ջերմությունը գալիս էր ինչ-որ այլ աղբյուրից։ Ինչ-որ բան լիճի ներսում արտադրում էր ջերմություն։ Կենսաբանական գործընթացներ, օրգանիզմներ, որոնք արտադրում են ջերմություն իրենց մետաբոլիզմի արդյունքում։ Բայց որքան շատ օրգանիզմներ պետք է լինեն, որպեսզի տաքացնեն ամբողջ լիճը։ Միլիարդներ, տրիլիոններ։ Ամբողջ էկոհամարք, որը գոյատևում է սեփական ջերմությամբ։ Բրիտանական թիմը պլանավորեց խորացում 2022 թվականին, բայց մեկ շաբաթ առաջ նրանք ստացան հրաման կանգ առնել։ Պաշտոնական բացատրությունը տեխնիկական խնդիրներ, բայց թիմի անդամները ասացին, որ տեխնիկական խնդիրներ չկային։ Սարքավորումը պատրաստ էր, նախագիծը ֆինանսավորված էր, բայց ինչ-որ մեկը որոշեց, որ նրանք չպետք է հասնեն լիճը։ Ինչու՞։ Ինչ կա այնտեղ, ինչը նրանք չեն ցանկանում, որ մենք գտնենք։ Հիմա անցնենք դեպի ավելի մեծ պատկեր։ Անտարկտիդան ոչ միայն մեկուսացված մայրցամաք է, այն նաև կապված է ամբողջ մոլորակի հետ։ Օվկիանոսային հոսանքներով,
մթնոլորտային շրջանառությամբ, երկրաբանական պրոցեսներով։ Եվ այն, ինչ տեղի է ունենում Անտարկտիդայում, ազդում է ամբողջ երկրի վրա։ 2024 թվականին օվկիանոգրաֆները հայտնաբերեցին, որ Անտարկտիդայի շուրջ օվկիանոսային հոսանքները փոխվում են։ Թոյցի սառցաշերտի տաք ջուրը ներթափանցում է ավելի խորը, քան նախկինում։ Դա արագացնում է հալումը, բայց դա նաև փոխում է օվկիանոսի աղիությունը։ Սառույցը, որը հալվում է, քաղցրահամ ջուր է։ Երբ այն խառնվում է աղի ջրի հետ, այն փոխում է օվկիանոսի խտությունը։ Օվկիանոսային հոսանքները շարժվում են խտության տարբերությունների պատճառով։ Տաք ջուրը բարձրանում է, սառը ջուրը իջնում է, աղի ջուրը ծանր է, քաղցրահամ ջուրը թեթև է։ Երբ Անտարկտիդայի սառույցը հալվում է, այն ավելացնում է քաղցրահամ ջուր օվկիանոս։ Դա թուլացնում է հոսանքները, եւ հոսանքները կարևոր են ողջ մոլորակի կլիմայի համար։ Ատլանտյան օվկիանոսի մերիդիոնալ շրջանառությունը, որը տեղափոխում է տաք ջուր հյուսիս եւ սառը ջուր հարավ, արդեն թուլացել է 15%-ով վերջին 70 տարվա ընթացքում։ Եթե այն շարունակի թուլանալ, Եվրոպան կարող է դառնալ ավելի սառը, չնայած գլոբալ տաքացմանը։ Դա պարադոքս է, բայց դա իրականություն է։ Եվ ահա ամենակարևորը։ Վերջին սառցադարաշրջանի ավարտին, 12000 տարի առաջ, տեղի ունեցավ նույն բանը։ Սառցաշերտերը հալվեցին։ Քաղցրահամ ջուրը թափվեց օվկիանոսներ, հոսանքները թուլացան, եւ կլիման փոխվեց կատաստրոֆիկ արագությամբ։ Պատմությունը կրկնվում է։ 2025 թվականի սեպտեմբերին Պոտսդամի կլիմայի ազդեցության հետազոտությունների ինստիտուտը հրապարակեց մոդելավորում, որը ցույց էր տալիս, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե Թուեյցի սառցաշերտը լիովին փլուզվի։ Սցենարը սարսափելի էր։ Օվկիանոսների մակարդակը կբարձրանա 3 մետրով, ափամերձ քաղաքները կհեռեղվեն, 100 միլիոն մարդ կկորցնի իր տունը։ Բայց դա միայն ուղղակի հետևանքն է։ Անուղղակի հետևանքները ավելի վատ են։ Օվկիանոսային հոսանքների փոփոխությունը կազդի ողջ մոլորակի կլիմայի վրա։ Անձրևների բաշխումը կփոխվի։ Ոմանք տարածքներ կդառնան ավելի խոնավ, ուրիշները ավելի չոր։ Գյուղատնտեսությունը կտուժի, սննդի արտադրությունը կնվազի, միգրացիան կավելանա, հակամարտությունները կսրվեն, եւ ամենավատը, մենք չգիտենք, թե երբ դա կտեղի ունենա։ Թուեյցի սառցաշերտը կարող է փլուզվել 5 տարում, կամ 50 տարում, կամ 500 տարում։ Գիտնականները չեն կարող ճշգրիտ կանխատեսել, որովհետև համակարգը չափազանց բարդ է, չափազանց շատ փոփոխականներ, չափազանց շատ անհայտներ։ Բայց մեկ բան հստակ է. սառույցը հալվում է, եւ այն, ինչ թաքնված է դրա տակ, շուտով կբացահայտվի։ Հիմա վերադառնանք Պիրի Ռեյսի քարտեզին եւ Էլսվորթի պիրամիդներին։ Ոչ որպես առանձին առեղծվածներ, այլ որպես մեկ ամբողջի մասեր։ Պատկերացրեք, որ 12000 տարի առաջ Անտարկտիդան իսկապես ազատ էր սառույցից։ Կլիման մեղմ էր, այնտեղ ապրում էին մարդիկ, նրանք ունեին քաղաքակրթություն, որը զարգացած էր բավականաչափ, որպեսզի կառուցեն քարե կառուցվածքներ, ստեղծեն քարտեզներ, զբաղվեն ծովային առևտրով։ Եվ հետո եկավ կատաստրոֆան։ Կոմետ, աստերոիդ կամ երկրի կեղևի տեղաշարժ։ Կլիման փոխվեց կատաստրոֆիկ արագությամբ։ Սառույցը սկսեց ծածկել ամեն ինչ, մարդիկը փախան։ Ոմանք գնացին հյուսիս, դեպի հարավային Ամերիկա, ուրիշները դեպի Աֆրիկա, Ավստրալիա, Հնդկաստան։ Նրանք տարան իրենց գիտելիքները, իրենց քարտեզները, իրենց պատմությունները, եւ այդ գիտելիքները փոխանցվեցին սերնդից սերունդ։ Ոմանք կորան, ուրիշները աղավաղվեցին, բայց ոմանք պահպանվեցին։ Եվ երբ նոր քաղաքակրթություններ հայտնվեցին Եգիպտոսում, Մեսոպոտամիայում, Հնդկաստանում, Չինաստանում, նրանք ժառանգեցին այդ գիտելիքները, ոչ ամբողջությամբ, ոչ կատարյալ կերպով, բայց բավական, որպեսզի կառուցեն պիրամիդներ, որոնք կողմնորոշված են աստղերի համաձայն, բավական, որպեսզի ստեղծեն քարտեզներ, որոնք ցույց են տալիս հովեր, որոնք նրանք երբեք չէին տեսել։ Բավական, որպեսզի պահպանեն առասպելներ, ջրհեղեղների եւ կորած մայրցամաքների մասին։ Դա տեսություն է, բայց դա տեսություն է, որը բացատրում է շատ բաներ։ Ինչու Եգիպտոսի, Մեքսիկայի եւ Պերուի պիրամիդները նման են միմյանց, թեև այդ քաղաքակրթությունները երբեք չեն շփվել։ Ինչու բոլորը կողմնորոշված են աստղերի համաձայն։ Ինչու բոլորը կառուցված են նույն տեխնիկայով, հսկայական քարե բլոկներ, որոնք տեղադրված են այնպիսի ճշգրտությամբ, որ դանակի սայրը չի անցնում դրանց միջև։ Ինչու շումերները, եգիպտացիները, մայաները բոլորը ունեն առասպելներ աստվածների մասին, որոնք եկան ծովից եւ սովորեցրին նրանց գյուղատնտեսություն, աստղագիտություն, մաթեմատիկա։ Ինչու բոլորը պատմում են ջրհեղեղի մասին, որը ոչնչացրեց նախորդ աշխարհը։ Ինչու Պլատոնը գրեց Ատլանտիդայի մասին, կղզի, որը ընկավ ծովի տակ 1 օրվա եւ 1 գիշերվա ընթացքում։
Նա ասաց, որ այդ պատմությունը լսել է եգիպտական քահանաներից, ովքեր պահպանում էին հին գիտելիքները։ Ինչ 1966 թվականին պրոֆեսոր Չարլզ Հապգուդը հրապարակեց գիրք «Ծովի թագավորների քարտեզները»։ Նա վերլուծեց տասնյակ հին քարտեզներ եւ եկավ եզրակացության, որ դրանք բոլորը հիմնված են ավելի հին աղբյուրների վրա։ Քարտեզներ, որոնք ստեղծվել են նախքան վերջին սառցադարաշրջանը։ Քարտեզներ, որոնք ցույց են տալիս աշխարհը այնպիսին, ինչպիսին այն էր, երբ օվկիանոսների մակարդակը ավելի ցածր էր, երբ Անտարկտիդան ազատ էր սառույցից։ Հապգուդը ցույց տվեց, որ այդ քարտեզները ունեն ճշգրտություն, որը անհնար էր հին աշխարհի համար։ Նրանք օգտագործում էին սֆերիկ տրիգոնոմետրիա, մաթեմատիկական մեթոդ, որը պաշտոնապես հայտնաբերվել է միայն 16-րդ դարում։ Նրանք ցույց էին տալիս երկարություններ եւ լայնություններ, կոորդինատներ, որոնք պահանջում են ճշգրիտ ժամացույցներ եւ աստղագիտական գործիքներ։ Ինչպես հին քարտեզագիրները կարող էին ունենալ այդ տեխնոլոգիան։ Միակ բացատրությունը նրանք չունեին։ Նրանք պարզապես պատճենում էին ավելի հին քարտեզներ, որոնք ստեղծվել էին ինչ-որ մեկի կողմից, ով ուներ այդ տեխնոլոգիան։ Բայց ով։ 2017 թվականին ամերիկյան հետազոտող Ռենդալ Կարլսոնը եւ լրագրող Գրեհեմ Հենքոքը հրապարակեցին գիրք «Մագդալենյան»։ Նրանք վերլուծեցին հնագիտական տվյալները եւ եկան եզրակացության, որ 12800 տարի առաջ վերջին սառցադարաշրջանի ավարտին գոյություն ուներ զարգացած քաղաքակրթություն։ Ոչ այնպիսին, ինչպիսին մենք ենք այսօր, բայց զարգացած բավականաչափ, որպիսի ունենա աստղագիտություն, նավիգացիա, ճարտարապետություն։ Այդ քաղաքակրթությունը ոչնչացվեց կեցկատաստրոֆայի ժամանակ, բայց ոմանք վերապրեցին, եւ նրանք տարածեցին իրենց գիտելիքները ողջ աշխարհում։ Դա բացատրում է, թե ինչու նոր քաղաքակրթություններ հայտնվեցին գրեթե միաժամանակ տարբեր մայրցամաքներում։ Շումերը Մեսոպոտամիայում, եգիպտացիները Նեղոսի ափին, հարապան քաղաքակրթությունը Հնդկաստանում, բոլորը մոտավորապես 6000 տարի առաջ։ Բոլորը արդեն զարգացած գրով, մաթեմատիկայով, աստղագիտությամբ։ Ինչպես դա հնարավոր է։ Ինչպես քաղաքակրթությունները կարող են հայտնվել արդեն զարգացած առանց աստիճանական էվոլյուցիայի։ Միակ բացատրությունը նրանք ժառանգեցին գիտելիքները նախորդ քաղաքակրթությունից, եւ եթե այդ նախորդ քաղաքակրթությունը գոյություն ուներ Անտարկտիդայում, ապա ապացույցները այնտեղ են։ Սառույցի տակ, սպասելով, որ մենք դրանք գտնենք։ Բայց ահա խնդիրը։ Մենք չենք կարող սպասել, մինչև սառույցը հալվի բնականորեն, որովհետև երբ այն հալվի, ապացույցները կարող են ոչնչացվել։ Սառցադառները, որոնք շարժվում են, կփշրեն կառուցվածքները։ Օվկիանոսը, որը բարձրանում է, կծածկի ափամերձ տարածքները։ Եվ մենք կկորցնենք մեր հնարավորությունը իմանալու ճշմարտությունը։ Մենք պետք է գործենք հիմա։ Մենք պետք է ուղարկենք էքսպեդիցիաներ։ Մենք պետք է խորացնենք սառույցը։ Մենք պետք է ուսումնասիրենք լճերը։ Մենք պետք է փնտրենք ապացույցներ։ Բայց ով կֆինանսավորի դա։ Ով կվերցնի ռիսկը։ Ով կհամարձակվի նայել ճշմարտությանը աչքերի մեջ։ 2025 թվականի դեկտեմբերին մի խումբ անկախ գիտնականներ հայտարարեց նոր նախագծի մասին։ Դրանք կոչվում են Անտարկտիդա բացահայտում։ Նրանց նպատակը հավաքել ֆինանսավորում եւ կազմակերպել էքսպեդիցիա Ellsworth լեռներ։ Դրանք ցանկանում են ուսումնասիրել պիրամիդները, վերցնել նմուշներ, որոշել թե դրանք բնական են, թե արհեստական։ Նախագիծը պահանջում է $5 միլիոն։ Դա շատ է անհատական հետազոտողների համար, բայց դա ոչինչ է համեմատած այն գումարների հետ, որոնք ծախսվում են այլ նպատակների համար։ Մեկ ռազմական ինքնաթիռ արժե $100 միլիոն, մեկ ֆուտբոլային ստադիոն 1 միլիարդ, $5 միլիոն պարզելու համելու համար, թե արդյոք գոյություն ունեցել է քաղաքակրթություն, որը կորել է պատմությունից։ Դա թվում է արժանի ներդրում, բայց մինչև հիմա նախագիծը հավաքել է միայն $200,000։ Մարդիկ ավելի շատ հետաքրքրված են վերջին սմարթֆոնով, քան մարդկության պատմությամբ, եւ այսպես ապացույցները շարունակում են սպասել։ Սառույցի տակ։ Մինչ մենք վիճում ենք, թե արդյոք դրանք գոյություն ունեն, բայց բնությունը չի սպասում մեր որոշումներին։ Թուեյցի սառցաշերտը շարունակում է հալվել։ Ամեն օր 50 միլիարդ տոննա սառույց անհետանում է օվկիանոսում։ Ամեն շաբաթ նոր տարածքներ են բացվում։ Ամեն ամիս արբանյակները ֆիքսում են նոր անոմալիաներ։ Եվ շուտով, շատ շուտով, ինչ-որ մեկը կգտնի ինչ-որ բան, ինչը չի կարող անտեսվել։ Կառուցվածք, որը հստակորեն արհեստական է։ Արտեֆակտ, որը հստակորեն մարդկային է։ Ապացույց, որը հստակորեն ցույց է տալիս, որ մենք սխալվում ենք։ Եվ այդ օրը ամեն ինչ կփոխվի։ Մեր պատմության պատկերացումները, մեր ինքնության ըմբռնումը,
մեր տեղը տիեզերքում։ Բայց մինչև այդ օրը մենք պետք է պատրաստ լինենք։ Պատրաստ ընդունելու, որ մեր անցյալը ավելի բարդ է, քան մենք մտածում ենք։ Պատրաստ սովորելու մեր նախնիների սխալներից։ Պատրաստ կանխելու, որ նույն կատաստրոֆան կրկնվի։ Որովհետև եթե պատմությունը մեզ ինչ-որ բան սովորեցրել է, դա այն է, որ քաղաքակրթությունները կարող են կորչել։ Ոչ աստիճանաբար, ոչ կանխատեսելի կերպով, այլ կատաստրոֆիկ արագությամբ։ Մեկ սերնդի ընթացքում, մեկ կյանքի ընթացքում։ Եվում։ Եվ եթե մենք չենք սովորում անցյալից, մենք դատապարտված ենք կրկնելու այն։ Սառույցը հալվում է, ապացույցները բացահայտվում են, եւ ժամանակը սպառվում է։ Հարցը ոչ թե այն է, կգտնենք արդյոք մենք ճշմարտությունը։ Հարցը այն է, կլինենք արդյոք մենք պատրաստ ապրել այդ ճշմարտության հետ։ Լավ, հասկանում եմ, թե ինչի մասին եք մտածում։ Դուք մտածում եք էլի մեկ տեսություն մոռացված քաղաքակրթությունների մասին։ Էլի մեկ պատմություն Ատլանտիդայի օտարերկրյա տիեզերանավեր։ Ժամանակի դարպասներ։ Ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը գտնում է անսովոր բան արբանյակային պատկերների վրա, ինտերնետը պայթում է տեսություններով, որոնք ավելի շատ պատկանում են գիտական ֆանտաստիկային, քան գիտությանը։ Բայց ահա ինչն է տարբեր այս անգամ։ Մենք այլևս չենք խոսում տեսությունների մասին։ Մենք խոսում ենք չափելի, վերիֆիկացվող, կրկնելի տվյալների մասին։ Եվ այդ տվյալները ցույց են տալիս ինչ-որ բան, ինչը գիտությունը այլևս չի կարող անտեսել։ 2025 թվականի նոյեմբերի 23-ին Եվրոպական տիեզերական գործակալությունը հրապարակեց տվյալներ, որոնք փոխեցին խաղը։ Նրանց Sentinel-1 արբանյակը, որը օգտագործում է սինթետիկ ապերտուրայի ռադար, որը կարող է տեսնել սառույցի միջով, ֆիքսեց ինչ-որ բան Թուեյտսի սառցաշերտի հարավ-արևելյան հատվածում։ Ոչ թե մեկ անոմալիա, ամբողջ ցանց։ Երկրաչափական նախշ, որը տարածվում է 30 կիլոմետր երկարությամբ եւ 10 կիլոմետր լայնությամբ, պատկերները ցույց են տալիս կառուցվածքներ, որոնք դասավորված են ուղղահայաց եւ հորիզոնական գծերով, ինչպես քաղաքային պլան, ինչպես փողոցների ցանց, բայց 2 կիլոմետր սառույցի տակ։ Եվրոպական տիեզերական գործակալության գլացիոլոգ Մարկ Դրյուսը, ով վերլուծեց տվյալները, հայտարարեց. «Մենք տեսնում ենք կանոնավոր նախշ, որը չի համապատասխանում ոչ մի հայտնի երկրաբանական պրոցեսի։ Բնական ձևավորումները ստեղծում են անկանոն նախշեր։ Սառցադարները շարժվում են քաոսային կերպով, բայց այստեղ մենք տեսնում ենք կարգ, սիմետրիա, կրկնվող տարրեր»։ Նա ավելացրեց. «Մենք չենք ասում, որ դա քաղաք է։ Մենք ասում ենք, որ դա պահանջում է հետագա ուսումնասիրություն։ Բայց եթե ես պետք է խոստովանեմ, ապա այո, դա նման է ինչ-որ բանի, ինչը կառուցվել է ինտելեկտի կողմից»։ Պաշտոնական հայտարարությունը եկավ 3 օր անց։ Եվրոպական տիեզերական գործակալությունը հայտնաբերել է անսովոր երկրաբանական աշխարհ։ Ձևավորումներ։ Անտարկտիդայի արևմտյան սառցաշերտի տակ։ Լրացուցիչ վերլուծություն է անհրաժեշտ որոշելու դրանց ծագումը։ Բայց Դրյուսը, ով տվեց հարցազրույց բրիտանական հեռարձակողական կորպորացիային, ասաց ավելին. «Նախագծի ղեկավարությունը խնդրեց ինձ չհրապարակել մանրամասն պատկերները։ Նրանք ասացին, որ դա կստեղծի անհարկի սպեկուլյացիաներ։ Բայց ես գիտնական եմ։ Իմ պարտականությունը տվյալների նկատմամբ է, ոչ թե քաղաքականության»։ Նա հրապարակեց պատկերները իր անձնական կայքում։ Մեկ օրվա ընթացքում դրանք տարածվեցին ամբողջ համացանցում։ 2 օր անց նրա կայքը փակվեց։ Պաշտոնական բացատրությունը տեխնիկական խնդիրներ, բայց պատկերները արդեն պատճենվել էին հազարավոր անգամ։ Եվ հիմա, երբ մենք նայում ենք այդ պատկերներին, մենք տեսնում ենք ինչ-որ բան, ինչը չի կարող լինել պատահական։ Կառուցվածքները չեն պարզապես դասավորված գծերով, նրանք ունեն չափեր։ Ամենամեծ շենքերը մոտավորապես 100 մետր երկարությամբ են եւ 50 մետր լայնությամբ։ Ավելի փոքրերը 20-30 մետր։ Դրանք դասավորված են բլոկներով, ամեն բլոկում 4-5 կառուցվածք։ Բլոկների միջև փողոցներ, լայնությամբ 10-15 մետր։ Դա քաղաքային պլան է, ոչ ժամանակակից քաղաք, հին քաղաք։ Նման Մոհենջո-Դարոյին Հնդկաստանում կամ Կարալին Պերուում։ Քաղաքներ, որոնք կառուցվել են հազարավոր տարիներ առաջ, բայց որոնք արդեն ունեին քաղաքային պլանավորում։ Բայց Մոհենջո-Դարոն կառուցվել է 4500 տարի առաջ, Կարալը 5000 տարի առաջ։ Եթե Անտարկտիդայի կառուցվածքները թաղված են 2 կիլոմետր սառույցի տակ, ապա դրանք պետք է լինեն շատ ավելի հին, որովհետև սառույցը կուտակվում է դանդաղ, մոտավորապես 1 միլիմետր տարեկան։ 2 կիլոմետր սառույց նշանակում է 2 միլիոն տարի։ Բայց սպասեք, դա չի համապատասխանում մեր տեսությանը։ Մենք ասացինք, որ Անտարկտիդան ծածկվել է սառույցով 12000 տարի առաջ, ոչ 2 միլիոն տարի առաջ։
Ահա թե որտեղ է գալիս ամենակարևոր մասը։ Սառույցը կուտակվում է տարբեր արագությամբ, կախված կլիմայից։ Սառը ժամանակաշրջաններում դանդաղ, տաք ժամանակաշրջաններում ավելի արագ, որովհետև ավելի շատ ձյուն է տեղում։ Բայց կա նաև մեկ այլ գործոն։ Սառցադարները շարժվում են։ Նրանք հոսում են ինչպես շատ դանդաղ գետերը, եւ երբ նրանք հոսում են, նրանք կարող են տեղափոխել սառույցը մի տեղից մյուսը։ Կեմբրիջի համալսարանի գլացիոլոգ Էմիլի Շեքլթոնը 2025 թվականի դեկտեմբերին հրապարակեց վերլուծություն, որը ցույց էր տալիս, որ Թուեյցի սառցաշերտի այդ հատվածը ձևավորվել է ոչ թե տեղում, այլ տեղափոխվել է Անտարկտիդայի կենտրոնական մասից։ Սառույցը, որը այսօր ծածկում է այդ կառուցվածքները, կուտակվել է վերջին 12000 տարվա ընթացքում, բայց այն տեղափոխվել է այնտեղ սառցադարի շարժման արդյունքում։ Դա նշանակում է, որ կառուցվածքները կարող են լինել ավելի հին, քան սառույցը, որը դրանք ծածկում է։ Կամ ավելի ճիշտ, կառուցվածքները կարող են լինել հենց այն տարիքի, որը մենք ենթադրում էինք՝ 12000 տարի։ Բայց ինչպես մենք կարող ենք հաստատել դա։ Ինչպես մենք կարող ենք իմանալ, թե դրանք իսկապես կառուցվածքներ են, ոչ թե բնական ձևավորումներ։ Պատասխանը՝ մենք պետք է գնանք այնտեղ։ Մենք պետք է խորացնենք սառույցը։ Մենք պետք է վերցնենք նմուշներ։ Մենք պետք է տեսնենք ուղղակիորեն։ Եվ հենց դա է պատահելու։ 2025 թվականի դեկտեմբերի 15-ին Միջազգային անտարկտիկական գիտական կոմիտեն հայտարարեց նոր էքսպեդիցիայի մասին։ Բազմազգ թիմ՝ ռուսներ, ամերիկացիներ, աֆրիկացիներ, արաբներ, հնդիկներ, չինացիներ, իսպանացիներ, իտալացիներ, ֆրանսիացիներ, բրիտանացիներ, հոլանդացիներ, ֆիննացիներ, շվեդացիներ, ռումինացիներ, գերմանացիներ, ավստրիացիներ, սլովակներ, սլովեններ, չեխեր, բուլղարներ, հունգարներ, սերբեր, կոսովոներ, մակեդոնացիներ, գրեյսներ, կանադացիներ, աուշտալացիներ, 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 որտեղ Sentinel-1-ը հայտնաբերեց անոմալիաները։ Նրանք կօգտագործեն ջերմային խորացում, տեխնոլոգիա, որը հալեցնում է սառույցը տաք ջրով եւ թույլ է տալիս հասնել մինչեւ մեծ խորություններ առանց սառույցը աղտոտելու։ Էքսպեդիցիան կտևի 6 ամիս։ Նրանք կխորացնեն 2 կիլոմետր։ Եվ եթե նրանք գտնեն ինչ-որ բան, ցանկացած բան, որը հաստատում է, որ այդ կառուցվածքները արհեստական են, ապա դա կլինի մարդկության պատմության ամենամեծ հայտնագործությունը։ Բայց ահա ինչն է անհանգստացնող։ Էքսպեդիցիան ֆինանսավորվում է ոչ միայն գիտական ինստիտուտների կողմից։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը, Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակը բոլորը ներդրումներ են անում։ Ինչու ռազմական կառույցները հետաքրքրված են հնագիտական էքսպեդիցիայով։ Պատասխանը պարզ է։ Եթե Անտարկտիդայում գոյություն ունեցել է զարգացած քաղաքակրթություն, ապա այնտեղ կարող է լինել տեխնոլոգիա։ Տեխնոլոգիա, որը մենք չենք հասկանում։ Տեխնոլոգիա, որը կարող է տալ ռազմական առավելություն։ Դա հնչում է պալանոիկ։ Բայց հիշեք, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստները փնտրում էին հին գիտելիքներ Տիբեթում, Եգիպտոսում, Հարավային Ամերիկայում։ Նրանք հավատում էին, որ հնագույն քաղաքակրթությունները ունեին տեխնոլոգիաներ, որոնք կորել են ժամանակի մեջ։ Եվ թեև նրանց տեսությունները հիմնականում սպեկուլյացիաներ էին, գաղափարը մնաց։ Ինչ եթե հնագույն քաղաքակրթությունները իսկապես ունեին տեխնոլոգիաներ, որոնք մենք կորցրել ենք։ Ոչ էլեկտրոնիկա, ոչ համակարգիչներ, այլ ինչ-որ այլ բան։ Ճարտարապետական տեխնիկաներ, որոնք թույլ են տալիս տեղափոխել հսկայական քարե բլոկներ։ Աստղագիտական գիտելիքներ, որոնք թույլ են տալիս նավիգացիա անել օվկիանոսներով։ Մաթեմատիկական մեթոդներ, որոնք թույլ են տալիս կառուցել կառուցվածքներ, որոնք դիմանում են հազարամյակներ։ Եվ եթե այդ գիտելիքները պահպանվել են ինչ-որ տեղ, քարերի վրա փորագրված, պապիրուսների վրա գրված կամ նույնիսկ ԴՆԹ-ի մեջ կոդավորված, ապա ով գտնի դրանք, կունենա հսկայական առավելություն։ Դա է պատճառը, թե ինչու ռազմական կառույցները հետաքրքրված են։ Ոչ թե որովհետև նրանք հավատում են օտարերկրյաներին կամ Ատլանտիդային, այլ որովհետև նրանք հասկանում են, որ գիտելիքը ուժ է, եւ հնագույն գիտելիքը կարող է լինել ամենահզոր գիտելիքը։ Բայց եկեք վերադառնանք գիտությանը։ Եկեք խոսենք ոչ թե սպեկուլյացիաների, այլ փաստերի մասին։ Ոստոկի լիճը, որը մենք քննարկեցինք ավելի վաղ, ոչ միայն պարունակում է անհայտ կենսաձևեր։ 2024 թվականին ռուս գիտնականները հրապարակեցին տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ լիճը ունի անսովոր քիմիական կազմ։ Թթվածնի կոնցենտրացիան 50 անգամ ավելի բարձր է, քան սովորական լճերում։ Դա նշանակում է, որ ինչ-որ բան արտադրում է թթվածին, շատ թթվածին։ Բուսական ֆոտոսինթեզ, բայց Ոստոկի լիճը գտնվում է 4 կիլոմետր սառույցի տակ։
Արևի լույսը չի հասնում այնտեղ։ Ինչպես բույսերը կարող են ապրել առանց լույսի։ Պատասխանը՝ քեմոսինթեզ։ Պրոցես, որի ժամանակ օրգանիզմները օգտագործում են քիմիական էներգիան, ոչ թե լույսը։ Մենք գտել ենք այդպիսի օրգանիզմներ Խորը օվկիանոսի հիդրոթերմալ աղբյուրների մոտ։ Բակտերիաներ, որոնք սնվում են ծծմբով, երկաթով, մեթանով, նրանք ստեղծում են ողջ էկոհամակարգեր առանց արևի լույսի։ Բայց Ոստոկի լիճը տարբեր է։ Թթվածնի արտադրությունը 2025 թվականի հոկտեմբերին ռուս թիմը հրապարակեց ռադարային տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ Ոստոկի լիճը ունի կղզիներ։ Ոչ թե սառցային կղզիներ, իներ, ապարային կղզիներ։ Բարձրություններ, որոնք բարձրանում են լիճի հատակից եւ հասնում են մինչեւ ջրի մակերես։ Եվ այդ կղզիների վրա ռադարը հայտնաբերեց ինչ-որ բան անսովոր։ Կառուցվածքներ, ոչ բնական ապարներ։ Ինչ-որ բան, որը ունի կանոնավոր ձև։ Պաշտոնական հայտարարություն չեղավ, տվյալները դասակարգվեցին, բայց գիտնականները, ովքեր աշխատում էին նախագծում, սկսեցին խոսել անանուն։ Նրանք ասացին, որ կառուցվածքները նման են պատերի կամ հիմքերի։ Ինչ-որ բան, ինչը կառուցվել է ինտելեկտի կողմից։ Բայց ով կարող էր կառուցել ինչ-որ բան Ոստոկի լճի կղզիների վրա։ Լիճը մեկուսացված է եղել 15 միլիոն տարի։ Ով կարող էր լինել այնտեղ այդ ժամանակ։ Կա մեկ տեսություն, որը հնչում է անհավանական, բայց որը բացատրում է ամեն ինչ։ Ինչ, եթե Ոստոկի լիճը ոչ միայն բնական լիճ է, ինչ, եթե այն նաև ապաստան է։ Տեղ, որտեղ հնագույն քաղաքակրթությունը փորձեց պահպանել ինչ-որ բան, երբ կատաստրոֆան եկավ։ Պատկերացրեք, 12000 տարի առաջ Անտարկտիդան սկսում է ծածկվել սառույցով։ Քաղաքակրթությունը, որը ապրում է այնտեղ, հասկանում է, որ վերջն է գալիս։ Նրանք չեն կարող կանգնեցնել սառույցը, բայց նրանք կարող են փորձել պահպանել իրենց գիտելիքները, իրենց տեխնոլոգիան, իրենց մշակույթը։ Նրանք գտնում են լիճ խորը սառույցի տակ։ Լիճ, որը պաշտպանված է սառույցի կողմից, բայց որը դեռ ունի հասանելիություն։ Նրանք կառուցում են կառուցվածքներ այնտեղ, պահեստներ, արխիվներ, տեղեր, որտեղ նրանք կարող են թողնել ինչ-որ բան, ապագա սերունդների համար։ Եվ հետո սառույցը ծածկում է ամեն ինչ, լիճը մեկուսանում է, բայց այն, ինչ նրանք թողել են այնտեղ, մնում է, սպասելով։ Դա տեսություն է, բայց դա տեսություն է, որը կարող է փորձարկվել։ Մենք կարող ենք ուղարկել ավտոմատ սարք Ոստոկի լիճ։ Մենք կարող ենք ուսումնասիրել այդ կղզիները։ Մենք կարող ենք տեսնել, թե ինչ կա այնտեղ։ Բայց ռուս կառավարությունը չի թույլատրում։ Նրանք ասում են, որ դա չափազանց վտանգավոր է, որ մենք կարող ենք աղտոտել լիճը կամ ազատել ինչ-որ բան, ինչը պետք է մնա մեկուսացված։ Բայց իրականում նրանք վախենում են։ Վախենում են գտնելուց ինչ-որ բան, ինչը կփոխի ամեն ինչ։ Հիմա եկեք խոսենք Ուիլքսի մագնիսական անոմալիայի մասին։ Այն հսկայական մետաղական զանգվածը, որը թաղված է Անտարկտիդայի արևելյան հատվածում։ Մենք ասացինք, որ դա կարող է լինել աստերոիդ։ Բայց կա մեկ այլ հնարավորություն։ 2025 թվականի սեպտեմբերին ավստրալիական գիտնականները վերլուծեցին մագնիսական դաշտի տվյալները եւ հայտնաբերեցին ինչ-որ բան անսովոր։ Անոմալիան ունի շերտեր։ Ոչ թե մեկ միասնական զանգված, այլ մի քանի շերտեր, դասավորված մեկը մյուսի վրա։ Ինչպես շենք, ինչպես կառուցվածք։ Աստերոիդները չունեն շերտեր, նրանք միասնական զանգվածներ են, բայց արհեստական կառուցվածքները այո։ Շենքերը կառուցվում են շերտերով, հարկերով, մակարդակներով։ Ավստրալիական թիմի ղեկավար Ջենիֆեր Մաքսուելը ասաց. «Մենք չենք կարող հաստատ ասել, թե ինչ է դա, բայց մագնիսական ազդանշանը ցույց է տալիս բարդություն, որը անսովոր է բնական ձևավորումների համար։ Եթե ես պետք է կռահեմ, եւ դա միայն կռահական է, ես կասեի, որ դա կարող է լինել մետաղական կառուցվածք, որը թաղված է ապարների եւ սառույցի տակ»։ Նա ավելացրեց. «Բայց եթե դա կառուցվածք է, ապա այն հսկայական է։ 480 կիլոմետր տրամագիծ։ Դա ավելի մեծ է, քան ցանկացած քաղաք երկրի վրա։ Դա ամբողջ մայրաքաղաք է։ Պատկերացրեք, ամբողջ քաղաք, թաղված Անտարկտիդայի տակ, քաղաք, որը կառուցվել է մետաղից, քաղաք, որը այնքան մեծ է, որ այն տեսանելի է տիեզերքից իր մագնիսական դաշտով։ Բայց ինչու մետաղ։ Ինչու ոչ քար, ինչպես բոլոր հին քաղաքները։ Պատասխանը կարող է լինել պաշտպանություն։ Մետաղը պաշտպանում է ճառագայթումից, մագնիսական դաշտերից, էլեկտրական պարպումներից։ Եթե հնագույն քաղաքակրթությունը գիտեր, որ կատաստրոֆա է գալիս կոմետ, արևային փոթորիկ կամ ինչ-որ այլ բան, նրանք կարող էին կառուցել քաղաք, որը նախագծված է դիմակայելու այդ կատաստրոֆային։ Քաղաք մետաղից, քաղաք սառույցի տակ, քաղաք, որը կարող էր պաշտպանել իր բնակիչներին, մինչև վտանգը անցնի։ Բայց եթե դա ճիշտ է, ապա ինչ պատահեց այդ բնակիչներին։ Արդյոք նրանք վերապրեցին, արդյոք նրանք դուրս եկան, երբ կատաստրոֆան ավարտվեց։
Թե նրանք մնացին այնտեղ, թաղված սառույցի տակ։ Մենք չգիտենք, բայց շուտով մենք կիմանանք, որովհետև 2026 թվականի էքսպեդիցիան չի սահմանափակվի միայն Թուեյտսի սառցաշերտով։ Չինացի թիմը պլանավորում է ուղարկել ավտոմատ սարք դեպի Ուիլքսի անոմալիա։ Սարք, որը կարող է խորանալ սառույցի և ապարների միջով, օգտագործելով լազերային տեխնոլոգիա։ Սարք, որը կարող է հասնել մինչև մետաղական զանգվածը և վերցնել նմուշներ։ Եթե այդ զանգվածը աստերոիդ է, նմուշները կցույց տան տիեզերական ծագում։ Իրիդիում, նիկել, կոբալտ, տարր, որոնք առատ են աստերոիդներում։ Բայց եթե այդ զանգվածը արհեստական կառուցվածք է, նմուշները կցույց տան ինչ-որ այլ բան։ Համաձուլվածքներ, մշակված մետաղներ, նյութեր, որոնք ստեղծվել են ինտելեկտի կողմից։ Եվ եթե մենք գտնենք այդ նյութերը, եթե մենք հաստատենք, որ Ուիլքսի անոմալիան արհեստական է, ապա ամեն ինչ կփոխվի։ Մեր պատմության ըմբռնումը, մեր տեղը տիեզերքում, մեր ապագան։ Բայց ահա ինչն է ամենակարևորը։ Անկախ նրանից, թե ինչ կգտնենք Անտարկտիդայում, կառուցվածքներ, արտեֆակտներ կամ պարզապես սառույց, մեկ բան արդեն հստակ է։ Երկրի կլիման կարող է փոխվել կատաստրոֆիկ արագությամբ։ Մայրցամաքները կարող են դառնալ անբնակելի մի քանի սերնդի ընթացքում։ Քաղաքակրթությունները կարող են կորչել, թողնելով միայն առեղծվածներ ապագա սերունդների համար։ Եվ դա ոչ թե հին պատմություն է, դա մեր ներկան է։ Թուեյտսի սառցաշերտը հալվում է։ Օվկիանոսների մակարդակը բարձրանում է։ Կլիման փոխվում է։ Եվ մենք, ինչպես այն քաղաքակրթությունը, որը կարող էր գոյություն ունենալ Անտարկտիդայում, կանգնած ենք ընտրության առաջ։ Մենք կարող ենք սովորել անցյալից։ Կարող ենք մենք հարմարվել փոփոխություններին։ Կարող ենք մենք պահպանել մեր քաղաքակրթությունը։ Թե մենք կրկնելու ենք նույն սխալները, կանտեսելու ենք նշանները, կսպասենք մինչև չափազանց ուշ է։ Սառույցը հալվում է, ճշմարտությունը բացահայտվում է, եւ ժամանակը սպառվում է։ Հարցը այլևս ոչ թե այն է, գոյություն ունեցել է արդյոք հնագույն քաղաքակրթություն Անտարկտիդայում։ Հարցը այն է, ինչ ենք մենք անելու այն գիտելիքով, որը շուտով կգտնենք։ Կօգտագործենք մենք այն կանխելու համար մեր սեփական կործանումը, թե կանտեսենք այն, ինչպես մենք անտեսել ենք բոլոր այլ նշանները։ Պատասխանը կախված է մեզնից, բոլորիցս, ոչ միայն գիտնականներից, ոչ միայն կառավարություններից, այլ յուրաքանչյուր մարդուց, ով ապրում է այս մոլորակի վրա, որովհետև Անտարկտիդան ոչ միայն մեկուսացված մայրցամաք է, այն հայելի է, հայելի, որը ցույց է տալիս մեր անցյալը, եւ հավանաբար մեր ապագան։ Եվ այն, ինչ մենք տեսնում ենք այդ հայելու մեջ, պետք է մեզ ստիպի մտածել, ոչ թե վախենալ, այլ գործել, որովհետև պատմությունը կրկնվում է միայն այն դեպքում, եթե մենք թույլ ենք տալիս դրան։ Եվ այս անգամ մենք ունենք ընտրություն։ Կա մի հարց, որը մենք չենք սիրում տալ մեզ։ Հարց, որը փակում ենք մեր գիտակցության ամենախորը անկյուններում, բայց այն միշտ այնտեղ է, սպասում, շշնջում։ Ինչ, եթե մենք ոչ առաջինն ենք։ Ոչ առաջին քաղաքակրթությունը, որը կառուցել է քաղաքներ։ Ոչ առաջին տեսակը, որը նայել է աստղերին եւ հարցրել. ինչու։ Ոչ առաջին ինտելեկտը, որը փորձել է հասկանալ տիեզերքը։ Եվ եթե մենք ոչ առաջինն ենք, ապա ինչու նրանք անհետացան։ Այս հարցը ոչ թե փիլիսոփայություն է, դա գոյատևման հարց է։ Երբ դուք կանգնած եք Գիզայի պիրամիդների առջև, երբ դուք շոշափում եք քարերը, որոնք տեղադրված են այնպիսի ճշգրտությամբ, որ դանակի սայրը չի անցնում դրանց միջև, դուք զգում եք ինչ-որ բան։ Ոչ թե հիացմունք, անհանգստություն, որովհետև դուք հասկանում եք, որ մարդիկ, ովքեր կառուցեցին դա 4500 տարի առաջ, նրանք գիտեին, թե ինչպես տեղափոխել քարե բլոկներ 70 տոննա քաշով։ Նրանք գիտեին, թե ինչպես կողմնորոշել կառուցվածքները աստղերի համաձայն մինչև 1 աստիճանի 100-րդ մասի ճշգրտությամբ։ Նրանք գիտեին, թե ինչպես ստեղծել կառուցվածքներ, որոնք դիմանում են երկրաշարժերին, ջրհեղեղներին, հազարամյակներին։ Եվ հետո լռություն։ Եգիպտական քաղաքակրթությունը փլուզվեց։ Գիտելիքները կորան։ Եվ երբ հունները եկան 1000 տարի անց, ոչինչ չկար։ Նրանք նայեցին պիրամիդներին եւ չկարողացան հասկանալ, թե ինչպես դրանք կառուցվեցին։ Նույնը մայաների հետ, նույնը ինկաների հետ, նույնը Անգկոր Վատի, Բալբեկի, Թիվանակուի հետ։ Ամենուր նույն պատմությունը։ Զարգացած քաղաքակրթություն, անհավանական ճարտարապետություն եւ հետո անհետացում։ Բայց Անտարկտիդան տարբեր է, որովհետև այնտեղ մենք տեսնում ենք ոչ թե քաղաքակրթության փլուզումը, մենք տեսնում ենք ամբողջ մայրցամաքի անհետացումը։ Պատկերացրեք, որ դուք ապրում եք Նյու Յորքում, կամ Լոնդոնում, կամ Տոկիոում։ Ձեր քաղաքակրթությունը գագաթնակետում է։ Դուք ունեք տեխնոլոգիա, արվեստ, գիտություն։ Դուք նայում եք ապագային եւ տեսնում եք անսահման հնարավորություններ։ Եվ հետո, մեկ սերնդի ընթացքում
ամեն ինչ փոխվում է։ Կլիման սկսում է սառչել։ Ձյունը, որը մինչ այդ հազվադեպ էր, դառնում է մշտական։ Ձմեռները երկարանում են, ամառները կարճանում են, բերքը ձախողվում է։ Մարդիկ սկսում են միգրացիա անել։ Դուք փորձում եք հարմարվել, կառուցում եք ավելի ամուր տներ, պահեստավորում եք սնունդ, բայց կլիման շարունակում է փոխվել, ավելի արագ, քան դուք կարող եք հարմարվել։ Եվ մի օր դուք նայում եք հորիզոնին եւ տեսնում եք սա սառույցը, ոչ թե ձյուն, սառույց, պատ 100 մետր բարձրությամբ, որը շարժվում է դեպի ձեր քաղաքը, դանդաղ, բայց անկանգնելի։ Դուք փախչում եք, վերցնում եք այն, ինչ կարող եք տանել, ձեր ընտանիքը, ձեր գիտելիքները, ձեր հույսերը, եւ դուք գնում եք հյուսիս, կամ արևելք, կամ արևմուտք, ուր էլ որ սառույցը դեռ չի հասել, բայց ձեր քաղաքը, ձեր պիրամիդները, ձեր տաճարները, ձեր գրադարանները, ամեն ինչ մնում է ետ, թաղված սառույցի տակ, մոռացված։ Դա է, ինչ կարող էր պատահել Անտարկտիդայում, ոչ թե քաղաքակրթության փլուզում, այլ մայրցամաքի կորուստ։ Եվ հիմա, 12,000 տարի անց, սառույցը հալվում է, եւ մենք սկսում ենք տեսնել, թե ինչ մնաց ետ։ Բայց ահա ինչն է իսկապես անհանգստացնող։ Ոչ թե այն, որ դա պատահեց, այլ այն, որ դա կարող է կրկին պատահել։ Երկրի կլիման ոչ թե կայուն համակարգ է, այն քաոսային համակարգ է։ Համակարգ, որը կարող է մնալ հավասարակշռության մեջ հազարամյակներ, բայց հետո մեկ փոքր դրդումից անցնել նոր վիճակի։ Ինչպես մետաղադրամը, որը կանգնած է իր եզրին, այն կարող է մնալ այնտեղ երկար ժամանակ, բայց մեկ թեթև շունչը բավական է, որ այն ընկնի։ Գրենլանդիայի սառցային միջուկները պատմում են մեզ, որ վերջին 100,000 տարվա ընթացքում երկիրը փոխել է իր կլիման 24 անգամ։ 24 անգամ ջերմաստիճանը բարձրացել կամ իջել է 10-15 աստիճանով, մի քանի տասնամյակների ընթացքում։ 24 անգամ էկոհամակարգերը վերափոխվել են։ 24 անգամ կենդանիները եւ բույսերը ստիպված են եղել միգրացիա անել կամ մեռնել։ Եվ ամեն անգամ, երբ կլիման փոխվել է, քաղաքակրթությունները փլուզվել են։ Ոչ բոլորը, բայց շատերը։ Մայաները փլուզվեցին երաշտի պատճառով, անգկորը ջրային համակարգի փլուզման պատճառով։ Հնդկաստանի հարապան քաղաքակրթությունը գետերի ուղղության փոփոխության պատճառով։ Բրոնզեդարյան քաղաքակրթությունները միջերկրական ծովում, ծովային ծովում, ժողովուրդների ներխուժման պատճառով, որոնք ինքնին էին կլիմայական փախստականներ։ Ամեն անգամ նույն սցենարը։ Կլիման փոխվում է, ռեսուրսները սպառվում են, հակամարտությունները սրվում են, եւ քաղաքակրթությունը փլուզվում է։ Բայց մենք, ժամանակակից մարդիկ, մտածում ենք, որ մենք տարբեր ենք։ Մենք ունենք տեխնոլոգիա, մենք ունենք գիտություն, մենք կարող ենք կանխատեսել կլիմայական փոփոխությունները, մենք կարող ենք հարմարվել, բայց կարող ենք։ Թվեյցի սառցաշերտը հալվում է, մենք գիտենք դա, մենք չափում ենք դա, մենք տեսնում ենք արբանյակներից, բայց ինչ ենք մենք անում։ Մենք վիճում ենք, մենք հետաձգում ենք որոշումները, մենք հույս ենք դնում, որ տեխնոլոգիան կփրկի մեզ, կամ որ խնդիրը չէ այնքան լուրջ, կամ որ մենք ունենք ժամանակ, բայց բնությունը չի սպասում մեր որոշումներին։ Սառույցը հալվում է 50 միլիարդ տոննա օրական։ Օվկիանոսների մակարդակը բարձրանում է 3 միլիմետր տարեկան։ Դա չի թվում շատ, բայց 3 միլիմետր տարեկան նշանակում է 30 սանտիմետր դարում, եւ եթե Թվեյցը փլուզվի, դա կլինի 3 մետր մի քանի տասնամյակում։ 3 մետր։ Դա բավական է, որ հեղեղվեն Մայամին, Նյու Յորքի մի մասը, Լոնդոնը, Շանհայը, Բանգկոկը, Ջակարտան։ 100 միլիոն մարդ կկորցնի իր տունը։ Տրիլիոններ դոլար ենթակառուցվածքներ կոչնչացվեն։ Բայց դա միայն ուղղակի հետևանքն է։ Անուղղակի հետևանքները ավելի վատ են։ Երբ 100 միլիոն մարդ դառնում է կլիմայական փախստական, նրանք գնում են ուրիշ տեղ։ Նրանք ճնշում են ռեսուրսները այն երկրներում, որտեղ նրանք գնում են։ Սնունդը, ջուրը, բնակարանը, ամեն ինչ դառնում է դեֆիցիտ։ Հակամարտությունները սկսվում են, պատերազմները հնարավոր են։ Եվ մինչ մենք զբաղված ենք այդ հակամարտություններով, կլիման շարունակում է փոխվել, ավելի արագ, ավելի անկանխատեսելի։ Դա ոչ թե ապոկալիպտիկ սցենար է, դա այն է, ինչ պատմությունը մեզ ցույց է տալիս։ Ամեն անգամ, երբ կլիման փոխվել է արագ, քաղաքակրթությունները փլուզվել են։ Ոչ մի անգամից, ոչ լիովին, բայց բավականաչափ, որ կորցվեն հազարամյակների գիտելիքներ։ Եվ հիմա մենք կանգնած ենք նույն ընտրության առաջ, որը կանգնած էր այն քաղաքակրթությունը, որը կարող էր գոյություն ունենալ Անտարկտիդայում։ Մենք կարող ենք սովորել անցյալից։ Կարող ենք մենք գործել բավականաչափ արագ։ Կարող ենք մենք փոխել մեր ուղին, նախքան չափազանց ուշ է։ Կամ մենք կշարունակենք անել այն, ինչ միշտ ենք արել։ Կվիճենք, կհետաձգենք, կհույս դնենք լավագույնի վրա։ Եվ եթե մենք ընտրենք երկրորդը, ապա 100 տարի անց ինչ որ մեկը, հավանաբար,
կնայի մեր քաղաքների ավերակներին եւ կհարցնի. ինչու նրանք չգործեցին, երբ դեռ ժամանակ կար։ Բայց կա նաեւ այլ հնարավորություն, որը ավելի հուսադրող է։ Ինչ, եթե այն քաղաքակրթությունը, որը գոյություն ուներ Անտարկտիդայում, թողեց մեզ ինչ-որ բան։ Ոչ թե տեխնոլոգիա, ոչ թե գաղտնի գիտելիքներ, այլ ավելի կարևոր բան՝ նախազգուշացում։ Պատկերացրեք, որ նրանք գիտեին, որ վերջը գալիս է։ Նրանք տեսան սառույցը, նրանք հասկացան, որ չեն կարող կանգնեցնել այն։ Բայց նրանք կարող էին փորձել ինչ-որ բան թողնել ապագա սերունդների համար։ Ոչ թե գրքեր։ Գրքերը քայքայվում են, ոչ թե գրությունները մոռացվում են, այլ ինչ-որ բան, ավելի հուսալի։ Կառուցվածքներ, պիրամիդներ, որոնք կողմնորոշված են աստղերի համաձայն, քարտեզներ, որոնք ցույց են տալիս աշխարհը այնպիսին, ինչպիսին այն էր նախքան կատաստրոֆան, քաղաքներ, որոնք թաղված են սառույցի տակ, սպասելով, որ հայտնաբերվեն։ Ամեն մեկը հաղորդագրություն։ Հաղորդագրություն, որը ասում է. մենք այստեղ էինք, մենք զարգացած էինք, եւ մենք անհետացանք։ Մի կրկնեք մեր սխալները։ Եվ հիմա, երբ սառույցը հալվում է, մենք սկսում ենք կարդալ այդ հաղորդագրությունը։ Բայց հարցը ոչ թե այն է, կարող ենք արդյոք մենք կարդալ այն։ Հարցը այն է, կլսենք արդյոք մենք այն։ Գիտությունը մեզ տալիս է փաստեր։ Սառույցը հալվում է, կլիման փոխվում է, օվկիանոսների մակարդակը բարձրանում է։ Դրանք չեն կարծիքներ, դրանք չափելի, վերիֆիկացվող, կրկնելի տվյալներ են։ Պատմությունը մեզ տալիս է համատեքստ։ Քաղաքակրթությունները փլուզվել են անցյալում, ոչ թե որովհետև նրանք հիմար էին, այլ որովհետև նրանք չկարողացան հարմարվել բավականաչափ արագ։ Եվ Անտարկտիդան մեզ տալիս է նախազգուշացում։ Ամբողջ մայրցամաքը կարող է կորչել։ Ամբողջ քաղաքակրթությունը 80-ը կարող է թաղվել։ Եվ միակ բանը, որ կմնա կլինի առեղծվածները։ Բայց մենք ունենք ինչ-որ բան, ինչը նախորդ քաղաքակրթությունները չունեին։ Մենք ունենք գլոբալ հաղորդակցություն։ Մենք կարող ենք տարածել տեղեկատվությունը ողջ մոլորակով վայրկյանների ընթացքում։ Մենք կարող ենք համակարգել գործողությունները միլիարդավոր մարդկանց միջև, եթե մենք ընտրենք դա անել։ Եթե մենք ընտրենք լսել գիտությանը։ Եթե մենք ընտրենք սովորել պատմությունից։ Եթե մենք ընտրենք գործել հիմա, մինչդեռ ժամանակ կա, որովհետև ժամանակը դեռ կա։ Ոչ շատ, բայց բավական։ Մենք կարող ենք նվազեցնել արտանետումները։ Մենք կարող ենք պաշտպանել ափամերձ քաղաքները։ Մենք կարող ենք պատրաստվել միգրացիային։ Մենք կարող ենք պահպանել մեր գիտելիքները։ Բայց ամենակարևորը, մենք կարող ենք փոխել մեր մտածելակերպը։ Մենք պետք է դադարենք մտածել կարճաժամկետ։ Մենք պետք է սկսենք մտածել սերունդներով։ Ոչ թե ինչ է լավ ինձ համար այսօր, այլ ինչ աշխարհ եմ թողնում իմ երեխաներին։ Մենք պետք է դադարենք մտածել ազգային սահմաններով։ Կլիման չի հարգում սահմանները։ Օվկիանոսը չի հարգում սահմանները։ Մենք բոլորս ապրում ենք նույն մոլորակի վրա, եւ այն, ինչ տեղի է ունենում Անտարկտիդայում, ազդում է մեզ բոլորի վրա։ Եվ մենք պետք է դադարենք մտածել, որ մենք առանձին ենք բնությունից։ Մենք չենք տիրապետում բնությանը, մենք մասն ենք բնության։ Եվ երբ մենք ոչնչացնում ենք բնությունը, մենք ոչնչացնում ենք մեզ։ Դա ոչ թե էկոլոգիական ակտիվիզմ է, դա գոյատևման տրամաբանություն է։ Երբ դուք կանգնած եք Անտարկտիդայի սառույցի եզրին, երբ դուք նայում եք հորիզոնին եւ տեսնում եք անվերջ սպիտակությունը, դուք զգում եք ինչ-որ բան։ Ոչ թե վախ։ Խոնարհություն։ Խոնարհություն բնության ուժի առաջ։ Խոնարհություն ժամանակի ընթացքի առաջ։ Խոնարհություն այն փաստի առաջ, որ մենք մարդիկ միայն մի պահ ենք այս մոլորակի երկար պատմության մեջ։ Բայց դա նաև ազատություն է։ Ազատություն հասկանալուց, որ մեր ընտրությունները կարևոր են, որ մենք կարող ենք ազդել ապագայի վրա, որ մենք պատասխանատու ենք ոչ միայն մեզ համար, այլ նաև բոլոր նրանց համար, ովքեր կգան մեզանից հետո։ Անտարկտիդան հալվում է, դա փաստ է, բայց այն, թե ինչ կտեղի ունենա հետո, կախված է մեզնից։ Մենք կարող ենք անտեսել նշանները, կարող ենք շարունակել ապրել ինչպես միշտ, կարող ենք հույս դնել, որ ինչ-որ մեկը կլուծի խնդիրը, կամ մենք կարող ենք արթնանալ, կարող ենք նայել ճշմարտությանը աչքերի մեջ, կարող ենք ընդունել, որ մեր քաղաքակրթությունը խոցելի է, կարող ենք սովորել անցյալից, եւ կարող ենք գործել։ Ոչ վաղը, այսօր։ Որովհետև ամեն օր, որ մենք սպասում ենք 50 միլիարդ տոննա սառույց, անհետանում է օվկիանոսում։ Ամեն օր, որ մենք սպասում ենք, մենք մոտենում ենք այն կետին, որտեղից վերադարձ չկա։ Բայց մենք դեռ չենք հասել այդ կետին։ Դեռ։ Եվ դա է ամենակարևորը, ոչ թե այն, որ մենք վտանգի մեջ ենք, այլ այն, որ մենք դեռ կարող ենք ինչ-որ բան անել։ 2026 թվականի էքսպեդիցիան կմեկնի Անտարկտիդա մի քանի շաբաթ անց։ Դրանք կխորացնեն սառույցը,
Դրանք կհասնեն մինչև այն կառուցվածքները, որոնք Sentinel-1-ը հայտնաբերեց, եւ նրանք կգտնեն ինչ-որ բան։ Կարող է լինել, որ նրանք կգտնեն ապացույցներ հնագույն քաղաքակրթության մասին։ Կարող է լինել, որ նրանք կգտնեն միայն բնական ձևավորումներ, բայց անկախ նրանից, թե ինչ կգտնեն, մեկ բան հստակ է. Անտարկտիդան հալվում է։ Եվ այն, ինչ թաքնված է դրա տակ, լինի դա քաղաքներ, լինի դա պարզապես սառույց, շուտով կբացահայտվի։ Եվ երբ դա տեղի ունենա, երբ մենք տեսնենք ողջ պատկերը, մենք կունենանք ընտրություն։ Մենք կարող ենք նայել այդ ապացույցներին եւ ասել. հետաքրքիր է, բայց դա անցյալ է։ Դա չի վերաբերում մեզ։ Կամ մենք կարող ենք նայել այդ ապացույցներին եւ հասկանալ. դա նախազգուշացում է, դա հաղորդագրություն է անցյալից, եւ մենք պետք է լսենք այն։ Ընտրությունը մերն է, բոլորիս, եւ այդ ընտրությունը կորոշի ոչ միայն մեր ապագան, այլ նաեւ մեր տեղը պատմության մեջ։ Մենք կլինենք քաղաքակրթությունը, որը լսեց նախազգուշացումը եւ փոխեց իր ուղին, թե մենք կլինենք հերթական քաղաքակրթությունը, որդությունը, որը անտեսեց նշանները եւ անհետացավ սառույցի տակ։ Պատասխանը դեռ գրված չէ, բայց ժամանակը սպառվում է, եւ սառույցը շարունակում է հալվել, ամեն վայրկյան, ամեն րոպե, յոպե, ամեն օր, մինչ մենք որոշում ենք։ Հիշում եք, թե ինչպես սկսեցինք։ Այս պահին, մինչ դուք կարդում եք այս տողերը, Անտարկտիդայի սառույցը հալվում է վայրկյանում 3 միլիարդ տոննա արագությամբ։ Հիմա դուք գիտեք, թե ինչ է դա նշանակում։ Դուք գիտեք, թե ինչ է թաքնված սառույցի տակ։ Դուք գիտեք, թե ինչ է սպասում մեզ, եթե մենք չգործենք։ Բայց դուք նաև գիտեք, որ դեռ ժամանակ կա։ Հարցը միայն այն է, ինչ եք դուք անելու այդ ժամանակով։ Կսպասեք, մինչև ուրիշ ինչ-որ մեկը լուծի խնդիրը, թե կդառնաք մասը լուծման։ Սառույցը հալվում է, ճշմարտությունը բացահայտվում է, եւ ապագան սպասում է ձեր